դու կարող ես Վանոյին դատել։ Ռոբերտ Քոչյանը սպիտակեց մի անգամից, Վազգեն ու Դեմիրճյանը իրենց կյանքով թույլ չեն տվել։ Ես տեսել եմ Ալեքսան Հարությունյանին հարբած, որին ուզում էին ծեծեին, ես Քոչյանին ցույց տվեցի, ասացի։ Բա դու ասում ես, որ կողմ են, Վազգենը գրել է, որ դեմ է։ Ծառայել է այդ միջուկային սուզանավում, ինքը սովորական մարդ չի։ Լավ, Բազարյան ջան, բա դու քեզ հարց չես տալի, ես մարդու կողքին ինչ գործում ես։ Մինսկի խումբը 6 միլիարդ գումար է տալիս, 8 միլիարդ էլ Ադրբեջանին էր տրվում։ Հիմիկ ասեմ, տիքի bir բառը բերեք փոխեք 1-2։ Բարի երեկո։ Այսօր կփորձենք լինել առանց ֆիլտրի եւ ստանալ կարևոր եւ անկեղծ պատասխաններ Հանրապետություն կուսակցության նախագահ Վարամ Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Ասովայ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ շատ։ Պարոն Սարգսյան, մեր հաղորդումը բաղկացած է 3 հատվածից, անցյալից գալիս ենք մինչև ներկա, խոսում ենք գործիչների նախասիրությունից։ Ձեզ այդ հաղորդումը եւս կսկսենք անցյալից, բայց ամենակարևորը երևի մասնագիտության ընտրությունից։ Դուք նայեցի ձեր կենսագրությունը, պարոն Սարգսյան, հետաքրքիր հատված կար, որ դուք սովորել եք գեղարվեստի ուսումնարանում։ Հետաքրքիր է ինչ մասնագիտական ուղղվածություն եք ընտրել այդ ժամանակ։ Սկզբից ընդունվեցի քանդակադրվական ֆակուլտետում, որում հիմնականում բառելեֆներն էին ինձ հետաքրքրում, ու հռոմեական բառելեֆները։ Դա ինչ է, պարոն Սարգսյան։ Դա քանդակագործության այնպիսի ձև է, որ արվում է բառելեֆների տեսքով, ոչ ամբողջական, ոչ կլոր, որն անկարի քանդակագործության այդ տարբերակն է, որում սովորում ես թե մետաղադրվագում, այսինքն այդ բառելեֆները ստանալ մետաղից, մետաղի վրա այդ դրվագման տարբերակով, թե պլաստիլինով դա քանդակելով հետո դա ստանալով գիպսի դրա պատճենը, թե քարի վրա ինչպես է տեղափոխել, մի խոսքով քանդակագործության որոշակի ուղղություն։ Հետագայում արդեն համալսարանական տարիներին դուք մասնագիտությամբ ճարտարագետ ինժեներ եք։ Ոնց է եղել այս որոշումը։ Այդ որոշումը հետևյալն էր։ Ես նկարչական ուսումնարանը ավարտելուց հետո գնացի բանակ եւ չէ, այդ ժամանակ երբ որ ավարտեցի, այդ տարիներին ուսանողական երբ որ ես սովորում էի նկարչականում, ընկեր ունեի ու մեծ ամեն երեկո կինոթատրոն էին գնում։ Ինքը սովորում էր պոլիտեխնիկական ինստիտուտի այդ ինժեներաշինարական ֆակուլտետում, շատ գծագրեր ուներ անելու եւ ես որպեսզի ինքը հասցնի այդ գծագրերն անելու, միասին երեկոյան կարողանանք դուրս գալ կինո գնալ, իրեն օգնում էի այդ գծագրերն անելու, խնդրում, որտեղ նկարչականում էլ արդեն որոշակի պատկերացումներ տարածական մարմինների եւ այլի ունես, զգում ես այդ տարածությունը, բարդ չէր իմ համար այդ անեմ։ Որ սկսեցի իր հետ անել, մոտ հետաքրքրություն առաջացավ նաև այդ ուղղության վրա, ու որոշեցի գործերը տալ նաև պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարական ֆակուլտետը, ու այդ ֆակուլտետում հիմնականում նախապատվությունս եղել է դեպի ճարտարապետությունը, նաև պաշտպանել եմ այդ ամբիոնով, ճարտարապետության ամբիոնով։ Հիմնականում, քանի որ գույներն էլ գիտեի, նկարչական կրթությունը կար, այդ առումով ինձ հեշտ էր, ես այդ գծագրերը ներկում էի հատառհատ գունային լուծումներով, ասեմ, որ իմ դիպլոմային աշխատանքը 2 տարի ճարտարապետաշինարական ֆակուլտետի այդ դեպի դահլիճ գնացող տարածք կար, որտեղ կախում էին լավ գործերը, լավ գործեր, ցուցադրական օրինակները, մենք գծում ենք շատ մեծ պլանշետների վրա, թղթերը ձգում ենք այդ պլանշետների վրա, ներկում ենք բաց գույներով, ջրաներկերով կամ տուշով, ատմիվկա էր դրա անունը, հետո տուշի ռապիտոգրաֆներով կողքերը գծերը տանում ենք, ստվերները եւ այլն։ Հիմա այդ ամեն ինչը արվում է մեքենայով, ասեմ, որ ես կուրսի ամենամաքուր գծողներից էի, որ հետևում էի գծագրական տեխնիկային, մեծ ուշադրություն էի տալի թվերը գրելուն, տառերը գրելուն, դրանց շրիֆտի բազմաթիվ ձևեր գիտեմ։ Մասնագիտությամբ աշխատել եք, պարոն Սարգսյան։ Իհարկե աշխատել եմ։ Ասեմ նաև, որ կուրսի դասախոսներից մեկը, ով դոկտորական էր պաշտպանում, ով հիմա շատ մեծ շինարարական կազմակերպություն ունի, մանախ ընկերության սեփականատերն է, Համբարձումյանը խնդրեց, որ իր դոկտորականի գծագրությունները, որ ինքը Մոսկվայում պիտի պաշտպաներ, որոշակի հատված ես անեմ, փոխարեն իր մասնագիտության առումով
պետական քննությունը, որը պիտի հանձնեի, կամ քննությունը, որը պիտի հանձնեի ավարտական, ինքը այդտեղ ինձ ավտոմատ դնի, ես սիրով համաձայնվեցի եւ շատ լավ հարաբերություններ ունեմ իր հետ, ասեմ, եւ շատ հետաքրքիր էր նաեւ իր հետ աշխատելը, ինքը նաեւ լավ գիտնական է, մարդիկ իմանան, այդ որ ասում են մանախ քրեական անուն չի, այդ իր ընկերության անունն է, ինքը սեյսմիկ շենքերի շատ լավ մասնագետ է, նաեւ շինարարության կազմակերպման շատ լավ մասնագետ։ Պարոն Սարգսյան, կան քաղաքականությունը, տարբեր գործիչների դեպքում քաղաքականություն մուտքը տարբեր է լինում, բայց հիմնականում երկու գործոն մոտիվացիա լինում, կամ իրադարձությունը, կամ գործչին մոտիվացնող գործիչները, ձեր դեպքում ինձ թվում է մի փոքր այլ է եղել եւ իրադարձություն եւ գործիչ միքս լոգիկան, դուք նշանակվեցիք Հայաստանի Հանրապետության վարչապետ, կարող եք ասել, որ ձեր մուտքը քաղաքականություն եղել է հենց այդ իրադարձությունով, թե ավելի վաղ եք դուք քաղաքականություն։ Միանշանակ շատ ավելի վաղ է եղել իմ մուտքը քաղաքականություն, այդ տարիներին, երբ որ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, իմ կարծիքով չկար մտածող մարդ, ով այդ շարժման մաս չլիներ, ով քաղաքական չլիներ, ով թերթերը չկարդար, ով հանրահավաքներին չմասնակցեր, ես միացում հանրահավաքներին բոլորին եմ մասնակցել, իմիջիայլոց իմ կնոջ հետ նույն կուրսում ենք սովորել, նաև կուրսի շատ անդամների հետ, այսօր բարեկամներ եմ էլի, եւ այդ ժամանակից մենք մեզ քաղաքականության մեջ էինք համարում, բայց մենք քաղաքականության մեջ այն թիվն էինք, որ մարդկանց քանակ էինք ապահովում, ու ներքին կառուցություն մեր շրջապատներում, մեր բանավեճերի մեջ էինք։ Հետո սկսեց Արցախյան պատերազմը, այդ Արցախյան պատերազմի սկզբնական այդ շրջանը հիմնականում Հայաստանում սկսեց Արարատի շրջանից, Արարատի Երասխավան գյուղից, ու այդ ժամանակ ես արդեն աշխատում էի, այդ ժամանակ Արարատ Արչին պրեստ կար, որը ցեմենտի գործարանի շինարարություններ անում, ինքը ռուսական ամենամեծ խոշոր շինարարություններից էր, որ Ռուսաստանն անում էր այստեղ ներդրման, այդ ժամանակ 4 տարբերակով ցեմենտի գործարաններ Ռուսաստանը ինքը չուներ, 3-ն էին Ղազախստանում, Ուկրաինայում, ու մեկը կառուցում էին Հայաստանում, ու դրա այդ անողը Լիտվին էլի գումի չկար, որ հետո եկավ գործարանի տնօրեն, նախկինում շինարարության նախարար էր եղել, ու ինքն էր կարողացել, չգիտեմ, քարտուղարուհիներին նվերներ տալով կոնյակով եւ բանով, հատուկ եմ նշում այդ մարդկանց անունները, որ մարդիկ սովետական միության նույնիսկ տարիներին Հայաստան բերելու ծառայություններ են մատուցել, անկախ իրենց կոմունիստ կամ ինչ լիներ, այսինքն հայրենանվեր աշխատանք են աշակերտին եղել նոր բաներ բերել։ Այո, այդ մարդը փաստորեն կարողացել էր Հայաստան բերել ցեմենտի չոր մեթոդով, ցեմենտի գործանում, այդ գործանն ուներ իր ջոկատը, եւ այդ ջոկատի շրջանակներում հերթապահություն էի անում արդեն Երասխավանում, սարերը գրավելուց եւ այլ այս համատեքստում, այդտեղից սկսվեց ուղակի այդ process-ին մասնակցությունը։ Հետո արդեն եղբորս արդեն երկրապահ կամավորական միություն ստեղծել է այդ միության անդամ դառնալը, այդ միության շրջանակներում որոշակի հանձնարարություններ Հայաստանից Արցախ ուղղաթիռներով կատարելը, որ կային բաներ, որոնք պիտի արձեր փոխանցվեր այն ժամանակ։ Եվ վստահելի եւ վստահելի մարդ լիներ ու արձեր փոխանցվեր, այդ փոխանցումները արվում էր ուղիղ, ուղղաթիռը նստում էի։ Իմիջիայլոց ամենավտանգավոր բաներից մեկը ուղղաթիռով թռչելն էր այդ տարիներին, շատ վտանգավոր էր ուղղաթիռների թիրախ էր, նաեւ շատ ծանր ու տխուր բան կար, որ հետ վերադառնալուց ուղղաթիռում իմ տարիքի մահացած ընկերներ էին լինում, որոնց ծնողները սպասում էին, իսկ վարչապետության այդտեղ ես ուղղակիորեն այլընտրանք չունեի եւ կարելի է համարել, որ Հայաստանի Հանրության քաղաքական հանդրությանը ես ճանաչելի դարձա այդ ժամանակից մինչև այդ շատ քիչ մարդիկ գիտեին, որ Վազգենը Արամանունով եղբայր ունի, որ ինչ որ աշխատում էի ցեմենտի գործանում, իմ գործն էի անում, տնօրեն էի, Երևան չէի գալիս համարյա։ Հարց տալուց հենց այդ նկատի ունեի, որ դուք արդեն ակնհայտ եւ համազնական պատասխանատվություն ունեիք, կամ քաղաքական պատասխանատվություններ մեծացել, որ դարձել եք արդեն վարչապետ, նկատի ունեի նաեւ այդ։ Իհարկե, Վազգեն Սարգսյանի եղբայր լինելը այդեն կարգի անձնական պատասխանատվություն էր, մանավանդ իր խստության պարագայում, ինքը չէր խնայում որևէ մեկին, ու առաջին հերթին իր բարեկամներին, իր շրջապատին
մեզ, այսինքն մենք կրկնակի խոշորացուցի տակ ենք։ Դուք որ ասում եք, պարոն Սարգսյան, լինում էր, որ ինֆորմացիա եք տեղափոխում ստեղից Ղարաբաղ կամ ինչ-որ խնդիրներով կամ հարցերով, դուք եք շահագրգիռ, դուք եք դիմում Վազգեն Սարգսյանին, որ կարող եք դուք տեղափոխել, թե ինքն էր ձեզ դիմում։ Նկատի ունեմ, բոլոր դեպքերում վտանգավոր էր, ուզում եմ ասեմ, ինքը որպես ձեր մեծ եղբայր ավելի շատ թողում։ Ես էի դիմում, ես էի ասում, որ կարող եմ Ստեփանավտկիած գնալ, համել կարոտել եմ, համել եւ այլը։ Հիմնականում բզբզում էի, ինքն էլ որ ինչ որ բանի, ասենք շատ ոչ չասի, ասում էր լավ, այսպեսի բան կա, այսօր ուղղաթիռով կգաս, այս ինչ բանը կտանես, կասցնես, կտասես, ինչ մարդուն կգաս։ Պարոն Սարգսյան, դուք 2001-ին հիմնում եք Հանրապետություն կուսակցությունը, Վաղարշակ Հարությունյանի եւ Ալբերտ Բազարյանի հետ միասին, եթե չեմ սխալվում, ինչ նպատակ ունեիք, որ կուսակցությունը հիմնում եք, պարոն Սարգսյան, եւ ինչքանով է փոխվել այդ նպատակները, եւ հաջորդ հարցը այսպես տամ, հիմա որ տենում եք քաղաքական դաշտում նրանց այլ բևեռներում, ինչ եք մտածում օրինակ։ Կուսակցությունը ստեղծեցինք, այո, սկզբից նախնական խոսակցությունը եղել է Վաղարշակ Հարությունյանի հետ, որովհետև մեզ երկուսից նույն հրամանով 1-2 օրվա մեջ ազատվեց պաշտոնից եւ դրանից հետո քաղաքականությունից դուրս գալը պարտությունը ընդունելու նման բաներ լինում, իսկ ես չեմ սիրում պարտություն ընդունել, նաև համարում եմ, որ ես ճիշտ եմ, նաև համարում եմ, որ այդ ամեն ինչը լավ տեղ չի տանելու, իսկ այդ ամեն ինչը առաջին հերթին հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման համատեքստում էր, ինչը երկարևոր էր այդ ժամանակ պետության առաջընթացի համար, որտեղ բոլորին կասկածում էին։ Երկրորդ հերթին տնտեսական վիճակներ, ինչը ես գնահատում էի, որ այս մարդը ուղղակի, չգիտեմ, սպասարկման ոլորտի մասնագետ է, բենզալցակայաններ, սրճարաններ, ուրիշ բան իրեն չի եղել հետաքրքրում։ Վաղարշակ Հարությունյանը ինքը, քան որ մեզ երկուսից միաժամանակ էին աշխատանքից ազատել, որոշեցինք, որ քաղաքական այս գործընթացները պետք է շարունակել, առավել եւս պարտված էինք մենք մեզ համարում, իսկ պարտվել ոչ ինքը ոչ ես չենք սիրում եւ այդ ուղղությամբ որոշեցինք կուսակցություն հիմնադրել ու այն մարդիկ, ովքեր Վազգեն Սարգսյանի հետ էին, այդ մարդկանց փորձում ենք ներգրավել, ընդհանուր մասնակցության գաղափարն ու ոգին նրանում էր, որ առաջին հոկտեմբերի 27-ով գործը չկոծկվի ու ինքը ամբողջությամբ բացահայտվի, որտեղ այդ պահին բոլորին կասկածում էին ու ինքը պետության հետագա ապագայի համար գերկարևոր գործոն էր դարձել։ Ցավոք այսօր էլ այդ տարբերակ անդադ օգտագործվում է, որոշ դեպքերում շարժման թեմա է դառնում, բայց ինքը իսկապես լուծման վերջնական արդյունքի հասնելու խնդիրն ունի։ Եվ երկրորդ տնտեսական խնդիրներն էին, որը որ ես տեսնում էի, որ գործող իշխանությունը ուղղակի խնդիր է դրել Հայաստանը վերածել туриզմի ու սպասարկման ոլորտի եւ մաքսիմալ արագությամբ ուզում է ձեռնարկություններից ազատվել, ընդ որում դրանցից ազատվում էին վատ կոռուպցիոն տարբերակներով, հիմնականում սնանկներով, որ մաքսիմալ էժան լինի ու համապատասխան մարդիկ այդ էժանով արագ գնեն, հետո հասկացա, որ դրա իմաստը կազմակերպված պետության հայտնի մանտակ մտցնելն էր, որ ապաշարված ամրոցի սկզբունքով երկրի տերերը լինեն 30-40 մարդ, մեկը հացը բերի, մեկը ջուրը, մեկը, չգիտեմ, ձիթայուղը, այն մյուսը սովորական յուղը, ու այսպես, ու դա բոլորին ձեռնատու է, որ ամրոցը պաշարված մնա, դրա համար էլ Վարդան Օսկանյանն ասում էր 100 տարով էլ կարող ենք փակ սահմաններով ապրել եւ այլն, այսինքն ստեղծում էր մի իրավիճակ, հարուստների մի խումբ, որոնք Հայաստան ապրանքներ են ներկրում, այդ իրանց ձեռնատու է սահմանները բացվի, իրենք ոչ մեկի այլևս պիտանի չեն լինի, ու այդ փակ սահմանների սկզբունքը դառնում է քաղաքականություն, դա էլ իր մեջ ներառում է նաև ներգրավում է ազգայնականություն ու այս դառնում է գաղափարական շրջափակման։ Այս համատեքստում կուսակցությունը որոշեց դրա դեմ պայքարել եւ հիմնական ծրագրերը դրվեցին այդ համատեքստում։ Ալբերտ Բազարյանը դեռ աշխատում էր քաղաքապետի պաշտոնում,
եւ մենք գտնում ենք, որ Ալբերտ Բազյանին ներգրավելը, որտեղ լծակ է, իշխանական լծակ է, որում ինքը կա, բայց հակադրությունը Ռոբերտ Քոչարյանի հետ գնաց էլ այդ նույն համատեքստում, եթե ժամանակվա թերթերը նայեք, խնդիրը վերաբերվում էր մանումենտի այդ կառուցվող հյուրանոցին, որ այսօր ասում են, որ իրենց սեփականությունն է, առաջի դեպքներ, երբ մանումենտում ծառահատում էր արվում եւ հյուրանոց էր կառուցվում, հետո արդեն այդ առանձնատներն արդեն առաջացան եւ այլն, այսինքն որ Հյուսիսային պողոտայից խոսում եմ մանումենտի այդ այգու, այդ տարածքի, այդ հարուստների, էլի այդ 40 հարուստների համատեքստում այդ խնդիրն էր։ Այսինքն երբ որ Ալբերտ Բազյանը քաղաքապետ էր, Ռոբերտ Քոչարյանը կոպիտ ասած կամ հանձնարարել էր, որ այդ process-ը տանեին առաջ, այսինքն շենքերի մանումենտի կամ ծառահատը հյուրանոցի առումով հակադրություն գնաց, ինչի արդյունքում է ազատվել Ալբերտ Բազյանը։ Դրան դեմ է եղել Ալբերտ Բազյանը, դրան դեմ է եղել դատախազ Բորիս Նազարյանը, որ այդտեղ ծառահատում անեն եւ այդտեղ հյուրանոց կառուցեն։ Բայց Ռոբերտ Քոչյանը շահագրգռված էր այդ հյուրանոցը կառուցելով, ու երբ որ առաջի դեպքը եղավ, արդեն եղավ շարունակությունը այն դիմացի տարածքը, եթե մեկին կարելի, արդեն մյուսներին դառնում է օրինաչափություն այս առումով։ Ալբերտ Բազյանին հանելուց հետո միացավ նաև Ալբերտ Բազյանը, հետո միացավ Սմբատ Այվազյանը, որը պետական եկամուտների այն ժամանակ նախարարությունն էր եւ դրա մեջ նաև Մաքսայինն էր, միացավ Սմբատ Այվազյանն ու այս համատեքստում կուսակցությունը սկսել շատ լուրջ չափեր հավաքել եւ բավականին լուրջ ազդեցություն ուներ Հայաստանում։ Հիմա երբ որ տեսնում եմ այդ մարդիկ տարբեր ճամբարներում, իմ համար զարմանք չի առաջացնում, որովհետեւ Վաղշակ Հարությունյանը մշտապես ռուսական գծի մարդ է եղել, Վաղշակ Հարությունյանը ինքը ռուսական այն քիչ այն ժամանակ Ռուսաստանը 3 թե 4 միջուկային սուզանավեր ուներ եւ ինքը այդ սուզանավերից մեկի կապիտան առաջի ռանգի, որը բավականին լուրջ պաշտոն է։ Միջուկային սուզանավ։ Այո, միջուկային սուզանավի ծառայել է այդ միջուկային սուզանավում, ինքը սովորական մարդ չի։ Ինքը հաշվառված մարդ է, ես այդ շատ լավ հասկանում եի, գիտեի, իսկ Ռուսաստանի հետ կապերը պահել էր պետք, այդ ուղղությունը պահել էր պետք, որտեղ այդ ուղղությունը Հայաստանի ներքաղաքական դաշտում խնդիրներ էր լուծում, ընդ որում ես երբեք էլ չեմ համարել, որ Ռուսաստանի հետ կապերը ամբողջական խզել է պետք։ Ես գտնում եմ, որ Ռուսաստանի հետ եղած այդ միություններին Հայաստանը կարող է մաս չկազմել, այնպես ինչպես Վրաստանն է, Ադրբեջանն է եւ ունենալ ուղղահայաց կապեր Ռուսաստանի հետ առանց որևէ միությունների մաս կապելու, դրանով իսկ իրեն ազատելով այլ տեղերից կապեր ստեղծելու առումով, որտեվ այս տարածաշրջան Ռուսաստանը կա, ինքը շուկա է, շուկայից օգտվել է պետք, այդ շուկան սովոր է մեր ապրանքներին, մենք սովոր ենք իրենց որոշակի դրսևորումների, այնպես որ այս համատեքստում Վաղշակ Հարությունյանի այդ ուղղության վրա շարունակելը իմ համար որևէ զարմանք չի առաջացրել, ավելին իր դեսպան նշանակելու եւ այլնի հարցում, երբ որ ինձ կարծիք են հայտնել, ես ուղիղ ասել եմ, որ եթե ռուսական գծի հետ ուզում եք հարաբերությունները լավ լինի, այդ առումով ինքը հուսալի է եւ կապերը լավ է։ Այսինքն Հայաստանի իշխանություններին այդ առումով երբեք մարդկային առումով որևէ վատ բան չունեմ, որևէ վատ բան չեմ կարող ասել ու չեմ ասել։ Ալբերտ Բազյանը ինքը կերպով հայրենասեր մարդ է մաքսիմալ, իր կյանքի ամբողջ բովանդակությունը Լեռնային Ղարաբաղն ու այդ պատերազմը, ինքը այդ պատերազմին մի քանի անգամ վիրավորված մարդ է, ինքը այդտեղ ընկերները կորցրել եւ այս դրսևորումները այսօրվա ինչ որ կա այդ ամբողջությամբ ազգայնական դաշտի վրա եւ այլը, սա էլ ինչ որ առումով իմ համար ընկալելի է, իմ համար ոչ ընկալելի է, որ ինքը այդ դաշտում, ասենք, այն մարդկանց, ովքեր Հայաստանի ժողովրդավարության հոկտեմբերի 27-ի կոծկման եւ այլ այս ռուսական համատեքստում կայնում հանդեպ ինքը իսկապես պայքար էր մղում, շատ ավելի գորշ կան ես, ինքը այսօր ասենք այդ մարդկանց հետ նույն շարքում ես երբ որ նայում եմ, ասում եմ, լավ Բազյան ջան, դու քեզ հարց չես տալի, ես մարդու կողքին ինչ գործում ես։ Մի հատ իրադարձության մասին հարց տամ, պարոն Սարգսյան, էլի Ալբերտ Բազյանին է վերաբերում։ Մի քանի օր առաջ մեր տաղավարում վերջերս Արման Բաբաջանյան, ինքը անդրադարձավ 2003 թվականի
նախագահականություններին, պատմում էր, որ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Ստեփան Դեմիրճյանի միջև կապը, միջնորդը, եւ պատմում էր, որ երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը փաստաթուղթ էր տվել Մեղրի հանձնման մասին, շատ գաղտնի գրիֆով ինքն է տեղափոխել եւ փորձել է փոխանցի Ստեփան Դեմիրճյանի, բայց շտաբի պետը Ալբերտ Բազյանը վերցրել է նրա ձեռքից եւ չի փոխանցել այդ երևույթից դուք տեղյակ եղեք, որտեղ պարոն Բաբաջանյանն ասում էր, որ Արամ Սարգսյանը գիտեր, որ ես եմ այդ process-ում միջնորդը։ Ոչ, ես տեղյակ չեմ եղել, այս պատմությունը առաջի անգամ եմ լսում, ընդհանուր առմամբ Ստեփան Դեմիրճյանի շտաբի պետը ոչ թե Ալբերտ Բազյանն էր, այլ իր թիմից էր, այդպես է, Ալբերտ Բազյանը իմ շտաբի պետն էր, ես այդ ժամանակ տեխնացու էի, եւ վերջին հանրահավաքը, որ արեցինք Արտաշատում, համազոր հանրահավաք էր Ստեփան Դեմիրճյանի հանրահավաքիչը, եւ ուղղակի իմ զիջելու հանգամանքը այդ խնդրում հետեւյալումն էր, որ ուրիշ զիջող չկար։ Մենք պայմանավորվել էինք, որ մինչև ամսի 7-ը, որ վերջնաժամկետներով իր տեխնացիոնները կարող են անել մյուս նախագահի տեխնացիոնները, հավաքվենք ու ընդհանուր հայտարարի գանք, թե ով է իր տեխնացիոնը, հանու լրիվով պաշտպանենք մի տեխնացուի։ Ուրեմն հանեցի միայն ես, ով գրեթե համազոր հնարավորություն ուներ ու նույն մակարդակի հանրահավաքներ էր անում, համարում եմ, որ ճիշտ արեցի, որ հանեցի, որտեղ դա եղբորս եւ Կարեն Դեմիրճյանի հիշատակի առումով նաեւ բարոյական քայլ էր։ Ես հայտարարեցի ու հանեցի։ Ալբերտ Բազյանը իմ շտաբի պետն էր, Ստեփան Դեմիրճյանի շտաբի պետն ուներ, եւ երբ որ ես ասացի, որ պաշտպանում եմ Ստեփան Դեմիրճյանին, մտա այն շտաբի տրամաբանության տակ, ինչը ձևավորել էր Ստեփան Դեմիրճյանը։ Հա, իսկ այդ ժամանակ արդեն քննարկվել Մեղրի տարբերակը, պարոն Սարգսյան։ Մեղրի տարբերակը իմ վարչապետության ժամանակ է եղել, ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ կբացահայտվեն փաստաթղթեր, եւ այդ փաստաթղթերով ակնհայտ կդառնա թե հոկտեմբերի 27-ից հետո ինչու Մեղրին չտրվեց, որովհետև ասում են դե Վազգենը չկար տոտալ չտրվեց։ Մեղրի բացահայտման մասին ես խոսել եմ իմ վարչապետության ժամանակ, Սյունիք այցելության ժամանակ Ագարակ Ավանում, հենց հրապարակում, այնտեղ Ղևոնդի գերեզմանի ծաղիկներ դրեցինք, իջանք, մեկի լրագրողը մոտեցավ ինձ, տեսակետ հարցրեց, ես այդ տեսակետին պատասխանելու փոխարեն ասացի ժողովուրդ ջան, կան մարդիկ, որոնք արտաքին քաղաքական համատեքստում խնդիր են դրել Մեղրին Լաչինով փոխանակելու։ Ես դա ասացի, քանի ես վարչապետ եմ, նման տարբերակ չի լինելու, ես դրան դեմ եմ լինելու, ու այդ անբաղ խոսացողները պատժվելու են, հենց այդ ձևել ասել եմ, հենց այդ ձևի ասել եմ։ Ինչի հետ ասեցի, մինչև այդ Ռոբերտ Քոչյանը ինձ ասել էր այդ տարբերակը, ինքն ասել էր, որ Վազգենն ու Դեմիրճյանը լրիվ կողմ են, նույնիսկ հիացած են այս տարբերակով եղել։ Հետո երբ որ Սմբատ Այվազյանը եւ Կարեն Շահեն Կարամանուկյանը Վազգենի գիրքը բերեցին, որտեղ Վազգենը գրառումներ էր արել, այդ տարբերակով, որ ես ու Բապին դեմ ենք եւ այլպես համատեքստով բազմաթիվ անգամներ պատմել եմ, ես Քոչյանին ցույց տվեցի, ասացի։ Բա դու ասում ես, որ կողմ են, Վազգենը գրել է, որ դեմ են։ Դրանից հետո ինքը էլ չպնդեց, բայց այսինքն փորձում էր համոզել Մեղրի։ Հա, ինքը փորձում էր ինձ համոզել, ինքը համոզված էր, որ այդպես է, ինձ էր համոզում, թե ինչ չգիտեմ, բայց ինքը ինձ ասում էր, որ իրանք շատ ուրախ են եղել, համարել են դա լավ տարբերակ, դա լուծում է։ Ինքը արգումենտ ուներ, ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որը բերում էր դրա հիմնավորելու տրամաբանության։ Ու այսօր էլ եթե ինքը այդ տրամաբանության տաներ, դա որոշակի վիճաբանական թեմա էր քաղաքագիտական առումով։ Ինքն ասում էր Իրանը շատ բառերով էր Իրանի բնորոշում, այդ ճանճոտ պեցոտ երկիր է, որ այդտեղի իշխանությունները երկար մնալ չեն կարող, որտեղ հին համատեքստի վրա են, որ այդտեղ օրերից մի օր հեղաշրջում է լինելու եւ այդ արևմտյան Ադրբեջանում 17 միլիոն ադրբեջանցի է ապրում, նրանք միանալու են Ադրբեջանին ու այդ ժամանակ այդ սահմանը 0 արժեք է ունենալու։ Հիմա սահմանի համար մեզ 6 միլիարդ գումար են տալի Եվրոպան, Միացյալ Նահանգները, Մինսկի խումբը, այսպես էր ասում։
Մինսկի խումբը 6 միլիարդ գումար է տալիս, 8 միլիարդ էլ Ադրբեջանին էր տրվում, ծրագիրը այդպեսին էր, այդ միանշանակ էր, այդ ես զրուցել եմ նաև Մինսկի խմբի մնացած ժամանակագաղների հետ, ու այդ առումով սուտ չկար ինչ որ ինքնաս։ Ու քանի որ այդ տալիս են, ու մենք կարող ենք այդ վերցնել պլյուս Լեռնային Ղարաբաղը շահել, ինչի չվերցնենք ու ինչի չօգտվենք։ Այն ինքը բերում էր այս տրամաբանությունը, ու դրա համար էր ասում, որ այս արժի տալ այնտեղ։ Բայց երբ որ ես ասացի, որ Վազգենն ու Դեմիրճյանը դեմ են, հա, ու նման տարբերակ չկա, ու նման տարբերակին ես դեմ եմ, որտեղ ինչ կապ ունի Լեռնային Ղարաբաղի խնդիրը Հայաստանի տարածքի հետ, էլի, այսինքն ակնհայտ է, որ Հայաստանի տարածքը սակարկության հարց է դարձել Ռոբերտ Քոչյանի պաշտոնավարման ժամանակ Մեղրիի տարբերակով եւ այս մասին խոստովանել է նաեւ Վարդան Օսկանյանը, որ ինքն ու Վազգենը ուրախացան եւ երբ որ ես այս ասացի արդեն խնդիր առաջացավ իմ Ռոբերտ Քոչյանի նաեւ աշխարհակաղակական ընկալումների առումով, որ այս Մեղրիի տարբերակով։ Իսկ ես ինչու ասացի, ինձ ասել էին, որ այս գաղտնիք է, չի կարելի բարձրաձայնել։ Երբ որ Հայաստան եկավ Մինսկի խումբը հանդիպումների ժամանակ, այն ժամանակ համանախագահողը Քերիկ Ավանուն էր, որը ինձ հարցրեց, ասաց, իսկ Հայաստանի Հանրապետության բնակչությունը ինչ տեսակետ ունի Մեղրիի տարբերակի մասով։ Ասացի Հայաստանի Հանրապետության բնակչությունը տեղյակ չի, որ Մեղրիի տարբերակ կա ուղղակի։ Ասաց, բա դուք ինչպես եք պատկերացնում այդ խնդիրը լուծել, եւ ձեր ժողովուրդը տեղյակ չի դրան։ Համաձայն է, թե որ այս իմ համար ազդակ էր, որ այդ պիտի բարձրաձայնել։ Այսինքն այդ հանրայնացնել։ Հակառակ դեպքում միգուցե ես էլի չբարձրաձայնեի, այդ ուղղակի Քոչյանին ասեի, որ ես էլ եմ։ Այդ դրա համար այդ բարձրաձայնեցի։ Որտեղ խնդիրն առաջացավ նաև այս համատեքստում, հետո ես հասկացա, որ այս համատեքստը ավելի շատ Ռոբերտ Քոչյանը ասում էր, որ այդ տարբերակը հորինել է ինքը, որ ինչ որ չեխ լրագրողի միջոցով հասցրել է Ալիևի սեղանին, որ Ալիևին հարց տալուց ասել է, պարոն Ալիև, խոսակցություններ կան աշխարհակաղակական առումով, որ կարելի է Մեղրին փոխել Լաչինի Միջանցքի հետ, ասենք Լաչինի հետ, ու դրանով կոնֆլիկտը լուծել։ Դուք տեղյակ եք այդ տարբերակին։ Դե Ալիևն էլ տարիքով մարդ, Ռոբերտ Քոչյանի տված կուտը կերել է, ըստ իր պատմածի եմ ասում, միգուցե նաև այդպես է եղել, բայց ինձ այդպես է պատմել, կուտը կերել է եւ ասել է, այո, իհարկե տեղյակ եմ, ասել ես ոնց ես նայում, ասել է քննարկման թեմա է, ու այդտեղից գնացել է այդ խոսակցություն, այսինքն մեր մոտից առաջարկել ենք համարելով, որ այդ լավ տարբերակ, որ իրենք վերցնեն, որ դրանով Ղարաբաղը փոխենք Ադրբեջանից, որ Ալիևը համաձայնի, որ Ղարաբաղը կարող է լինել հայկական։ Այսինքն ձեր ընդդիմությունը խանգարեց նրան այդ տարբերակի հետևից գնալու, պարոն Սարգսյան, այդտենց կա, ասենք, այդպես կարող ենք ասել։ Դրան խանգարեց կոպիտ ասած հոկտեմբերի 27-ը, որ ես միշտ ասում եմ, որ Վազգենն ու Դեմիրճյանը իրենց կյանքով թույլ չեն տվել, որտեղ Վազգենի ու Դեմիրճյանից հետո եթե ինքը գնար այդ տարբերակին, ու այդտեղ է նաև իմ արարքի որոշակի արժեք։ Ամբողջ հանրությունը մտածելու էր, որ հոկտեմբերի 27-ն արել հենց Ռոբերտ Քոչարյանը։ Սպանել է Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանին, որպեսզի Մեղրին Լաչինով փոխի, որին Դեմիրճյանն ու Վազգենը անհնարին է, որ համաձայն լինեին։ Սրանից հետո Ռոբերտ Քոչյանն ասաց ինձ, գիտես ինչ ասաց, իրանք համաձայն էին, ու ես գնում էի խնդրի նման լուծման, ու ես համարում եմ, որ նման լուծումը լավ լուծում է։ Հիմա եթե դու համաձայն ես, որովհետև միասնություն դաշինքի մեծամասնությունը քոնն է, ես կշարունակեմ այս խնդիրը լուծելու։ Եթե դու համաձայն չես, ես այդ վրա չեմ վերցնի։ Դուք չեք տեսնում, որ ես կատեգորիկ դրան եմ։ Ու ինքը արդեն դրան չգնաց, փոխեց տարբերակը մանևրելու, որ դա գիտեք վարչապետը բարձրաձայնել է, մեր ժողովուրդը արդեն նայում է այլ համատեքստում եւ այլը, բերեք ես դիտարկենք որպես միջանցք, Լաչիննել միջանցք, սա էլ միջանցք, էստակադա կամուրջով կամ չգիտեմ թունելով, արդեն բայց իրականում չեն եղել այդ տարբերակները, ասեմ էստակադայի տարբերակը որպես միջանկյալ առաջարկել է Սահմանադրական դատանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով նաև այդ ժամանակ անվտանգության խորհրդի անդամ էր, եւ այդ առաջարկը նստածները գրեթե բոլորն ասել են, որ կարող է որպես տարբերակ էստակադան, բայց ինքը չքննարկման թեմա չի դարձել, որտեղ այդ առումով
առումով քննարկման թեմա դարձած 3 տարբերակները բերել է Վարդան Օսկանյանը, ինքը շատ լավ գիտի, Ռոբերտ Քոչյանը շատ լավ գիտի, դա Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով փոխում ես Ղարաբաղն անկախ է, մյուս 2 տարբերակներով Ղարաբաղը անկախ չի հանրաքվե կամ քվեարկություն պիտի արվի, զրոյական կետի տարբերակ էր, որ Մեղրի ագարակը դառնում է զրոյական կետ, ինքը բոլորինն է ու ոչ մեկինը չի, այդտեղ խաղաղարարներ են կանգնում, բոլորն առևտուր են անում, բայց ինքը ոչ մեկինն է մոտավորապես։ Երկրորդ այդ զրոյական կետը ավելի վերև, ավելի կաշտեղի։ Էստակադայի տարբերակ որպես էստակադա, որ կառուցվի կամուրջով թունելով նրանք էլ մենք էլ չի եղել ու միայն այդ տարբերակն է եղել, որում Ադրբեջանը համաձայներ ըստ Մինսկի խմբի առաջարկածի եմ ասում, ոչ Ռոբերտ Քոչարյան, որում Ադրբեջանը համաձայն էր, որ Լեռնային Ղարաբաղը կարող է անկախ լինել։ Եթե մենք Լաչինի շրջանը փոխանակում ենք Մեղրի շրջանում, այդ տարբերակին Ադրբեջանը համաձայն էր, բայց այդ տարբերակի թերությունների մասին լավագույնը ներկայացրել է Լևոն Տեր-Պետրոսյանը, ես իմ վրա չեմ վերցնի այդ ներկայացնեմ։ Էդի հին շրջանից մի հատ հարց պարոն Սարգսյան, դուք ձեր հարցազրույցներից մեկում էլի ասում եք, որ իշխանափոխությունից հետո 98-ի իշխանափոխությունից հետո նամակագրական կապ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Սարգսյանի միջեւ, նախ եղել է թե ոչ եւ դուք ծանոթացել եք այդ նամակագրությանը, ինչ էին նրանք խոսում, ինչ հարցեր էին քննարկում։ Այո, իհարկե նամակագրություն եղել է, իհարկե ծանոթացել եմ, ավելին Լևոն Տեր-Պետրոսյանը խնդրեց, ասեց, այն ինչ որ ես գրել եմ Վազգենին, եթե դեմ չես, դու դա պատճենանի, պատճեներ դուր ինձ, ես էլ Վազգենի գրածները պատճենահանեմ ու կտամ քեզ։ Ես էլ դա տարել եմ ու տվել եմ ու բազմաթիվ անգամներ ասել եմ, որ եթե դրանք հրապարակվեն, դա թե Վազգենի, թե Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը ավելի կբարձրացնի, չի ցածրացնի, բայց ես չեմ կարող դրանք հանրայնացնել կամ ասել ինչ է գրված, որտեղ դա անձնական նամակներ են երկու մարդու մեջ, նման իրավունք ունի Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե ինքը այդ նամակները կհրապարակի, թող Աստված իրեն երկար կյանք տա, կհրապարակի։ Հա, հասկացա։ Չի հրապարակի, այդ արդեն հետագայի խնդիր է, կնայեմ ինչքանով նպատակահարմար կլինի, հարմար իրավիճակում կհրապարակի։ Հրապարակի։ Պարոն Սարգսյան, այդ շրջանում հոկտեմբերի 27-ից առաջ նկատի ունեմ, մամուլում կային հրապարակումներ, որ պետք է զգուշանան Վազգեն Սարգսյանը, առնվազն պետք է զգուշանան Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը եւ կային սկսվել էին, այսինքն արդեն քաղաքական սպանությունները։ Ինչու նրանք չէին զգուշանում կամ հնարավորություն կար կանխելու այդ ամեն ինչը։ Գիտեք ինչ, Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանին սպանել են ազգային ժողովի շենքում, այստեղ իրենց չզգուշանալը որևէ դեր չի կատարել այդ սպանության առումով։ Եթե Վազգենին սպանած լինեին թենիսի կորտերում, Կարեն Դեմիրճյանին էլ այդ իրենց բակում ու ազգային ժողովի դրսի Փարիսից դուրս քայլելու ժամանակ ինչի իրիկունների ինքը պարտադիր անում էր։ Ես ձեր հարցին կպատասխանեի, բայց իրենց ազգային ժողովում են սպանել, իսկ ազգային ժողովը պետականորեն պաշտպանվող շենք է։ Այսինքն դա արդեն պետական պաշտպանության տակ շենք է եւ իրենց պաշտպանվել չպաշտպանվելը որևէ կապ չունի։ Այստեղ գլխավոր խնդիրը ազգային անվտանգությանն է, ծառայությանը, որովհետեւ այն մարդիկ, ովքեր որ կատարել են այդ վճռագործությունը, դրանցից գոնե հիմնականը առաջին դեմքը ազգային անվտանգությունում հաշվառված է եղել բազմաթիվ ուղղություններով, իրենք կարողացել են այդ շենք մտնել, այդ շենք զենք բերել, պաշտպանվող շենք զենք են բերել։ Սկզբից են բերել, թե հետո են բերել, դատականությունը այդպես էլ այդ ամբողջությամբ չկարողացավ այդ վարկածը հիմնավորել։ Դրանք մի քանի օր առաջ բերած զուգանում դրած են եղել, թե իրանց վրա է եղել։ Իրենք որ եկել են անձրևանոցներով են եղել, թե նույնիսկ այս բաները չկարողացան հիմնավորել։ Դատավարությունը Արագ Ուզունյանը անցկացրեց, փակեցին գնաց, մի խոսքով կոծկելու ամբողջ հնարավորությունը Ռոբերտ Քոչյանն օգտագործեց։ Իմ վարչապետության շրջանում կալանավորվեց Ալեքսան Հարությունյանը, ով նախագահի աշխատակազմի ղեկավարն էր, ով անցագիր էր տվել այդ մարդկանց, որ իրենք մտնեն ազգային ժողով, թույլատրություն ունենան ազգային ժողով մտնել։ Եվ ըստ դրանց տված ցուցմունքների, որոնք ես հիմք չեմ համարում, բայց այդ կարգի ցուցմունքներ են եղել։
որ տեղյակ են եղել, որ պիտի Վազգենին սպանեն, որ դա իրենց ձեռնատու է եւ այլը։ Դրանից հետո տարածվեց այն խոսակցությունը, որ Ալեքսան Հարությունյանը եւ ես տեսել եմ Պաշտպանության նախարարությունը, որ ինքը հարբած ասում էր, ես մեղավոր չեմ, լրիվ ինքն էր, որից հետո տարան ձայնագրելու Ալեքսան Հարությունյանին ու մի ամբողջ տարի ամբողջ հայ հասարակությունը խոսում էր այդ տեսաերիցների մասին, թե ուր են այդ տեսաերիցները։ Դուք տեսել եք այդ տեսաերիցները։ Ես տեսաերիցը չեմ տեսել, ես տեսել եմ Ալեքսան Հարությունյանին հարբած, որին ուզում էին ծեծեին, քաշքշում էին, ես եմ գնացել պահել, թույլ չեմ տվել, որտեվ համարում էի կիրթ մարդ, նորմալ մարդ, մինչև այդ որևէ վատ բան չէի լսել իր մասով։ Մանավանդ մի քանի անգամ տեսել էի եղբորս կողքին նստած, իսկ երկրապահի տղաները, բանակի այդ տղաները քֆուր չի ջղային։ Գնացի ձեռքներից խլեցի, կանգնեցի, չթողեցի, վերցրեցի, բերեցի այն սենյակը, ես նախարարի հանգստի սենյակում էի նստած։ Դեռ հողարկավորություն չէր եղել։ Ու բերեցի այդտեղ, ինքը իսկապես ալկոհոլի շատ լուրջ ազդեցության տակ էր, այնքան որ չէր տիրապետում իրեն որևէ կերպ։ Ինչ-որ բաներ քթի տակ խոսում էր, բայց ասում էր ես մեղավոր չեմ, իմ ընտանիքին բան չասեք։ Եկան վերցրեցին տարան, ասեցին այդ ինչ որ խոսում է ձայնագրենք։ Իրեն տարել էին Աստվածատուր Պետրոսյանի կաբինետը, որտեղ նկարահանել էին այդ ամեն ինչը, ու այդ տեսաերիցները իբր Մանվել Գրիգորյանի մոտ էին, ոչ թե իբր եղել են Մանվել Գրիգորյանի մոտ եւ շատ մարդ տեսել են, բայց այդտեղ հավելյալ ինչ-որ ինֆորմացիա տալիս է, որը տարբերվում է կամ կարևոր է։ Ոչ, ուղղակի ամբողջ խնդիրն այն էր, որ ինձ ազատելուց հետո այն ցուցմունքները, ինչը որ վերցրել էին Ալեքսան Հարությունյանից եւ այդ ոչռագործներից, որ Ալեքսան Հարությունյանը տվեց, իրենք տեղյակ էին, Ռոբերտ Քոչյանը պիտի գար իրենց վարչապետ նշանակեր, պայմանավորվածությունն այդպեսին էր, իրենք ազգանվեր գործ են անում, այս ցուցմունքները կան քրեական գործ։ Եվ ով ուզում է կարող է հետաքրքրվել նաեւ մեզ ազատելուց հետո, ինձ ազատելուց հետո Ալեքսան Հարությունյանին բաց թողեցին, ոչռագործությունների ցուցմունք տվեցին, որ ինչ որ տվել են ծեծ ու ջարդի տակ են տվել, իրենց պարտադրել են, որ այդ ցուցմունքները տան, լրիվ այլ ցուցմունքներ տվեցին։ Ու այդ փոխված ցուցմունքներով էլ նորից քրեական գործ հարուցվեց, թե ովքեր են ծեծել, որ այդ ծեծողներին պատժեն, դա էլ չպարզվեց, բայց միևնույն է, Դատավոր Ուզուտնյանը հիմք ընդունեց ոչ թե ին վարչապետության 6 ամիսների տված ցուցմունքները, այլ դրանից հետո եղած ցուցմունքները։ Ու այս խնդիրն էր, այսինքն ին վարչապետության հենքը մեկն էր, որ ամեն ինչ անեի, որ դատաքննությունը գնար օբյեկտիվ։ Ավելի ես այդ ժամանակ բազմաթիվ անգամներ ասել եմ, որ իմ համար ամենատխուրը այն կլինի, որ եղբորս ընկերները այս գործընթացում մասնակից լինեն ու իրեն դավաճանած լինեն։ Իսկ ես Ռոբերտ Քոչյանին ու Սերժ Սարգսյանին համարում եմ եղբորս ընկեր, նույն չափի ընկեր էին իրենք իմ համար, ինչքան մյուսները երկրապահի տղաները, որտեղ մի երկու շաբաթ առաջ իրենք իրենց կանացով մեր տանն էին, ուրախանում էին, նշում էին կանանց միջազգային օրը եւ այլն։ Պարոն Սարգսյան, մի հատ էլ դրվագ 98-ի իշխանապողությունից հետո կան շշուկներ, որ օր գնում էր իշխանությունից, պետքա լինեին, այսինքն անձեռնմխելի, բայց այդ ու լինում է դրա շուրջ պայմանավորվածություն, այդ պայմանավորվածությունը խախտվում է Վանո Սիրադեղյանի դեպքում։ Դուք այս պայմանավորվածությունից կամ այս իրադարձությունից ինչ որ բան տեղյակ եղել եք, թե չէ։ Տեղյակ եղել եմ, այո, պայմանավորվածություն եղել է, որ այն մարդիկ, որ գնում են, իրենք նախկինում ունեցած հակադրությունների համար պատասխան չպիտի տան, այդ թվում նաև խնդիրը վերաբերվել է Վանո Սիրադեղյանին եւ Վազգենի պարագայում այդ խնդիրը բացարձակ չկար, առավել եւս երբ ինքը քաղաքապետարանում էր, հետո դուրս գալուց հետո, երբ որ այդ սկսվեց իր նկատմամբ որոշակի բաները ու երբ որ այդ խնդիրներն առաջացան, ինձ նշանակելու առաջին հենց օրը Ռոբերտ Քոչյանն ինձ հարցրել է, մի հարց ասել է, դու կարողանում ես մարդկանց ոչ ասել։ Ասել եմ, իհարկե, ես մեծ գործանի տնօրեն եմ, 2000 մարդ աշխատում եմ գործանում, չես կարող բոլորին այո ասել։ Երկրորդ հարցն եղել է, իսկ դու կարող ես Վանոյին դատել։ Ռոբերտ Քոչյանը ձեզ ասեց։ Այո, ինձ տված երկրորդ հարցը այդ է եղել։
Սա ասել եմ, ես ինչքան գիտեմ, գործադիր իշխանությունը դատական իշխանություն չի, եւ այդ խնդիրը իմ խնդիրը չի, բայց եթե պարզվի, որ Վանո Սիրադեղյանը մեղավոր է կամ ցանկացած մարդով մեղավոր է, ես այդ դատվելուն դեմ չեմ լինի։ Իսկ ինչ որ բան հիմնավորում էր, Դրանից չէ, ինչ որ բան չէր հիմնավորում, հիմնականում ասում էր, որ Վանո Սիրադեղյանը պայմանները խախտել է։ Եվ այդ առումով է խնդիրը, ես դրանից հետո հանդիպեցի Լևոն Տեր-Պետրոսյանին, իմիջիալուց տեղյակ պահելով նաև Ռոբերտ Քոչարյանին, որ հանդիպելու եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, միևնույն է հետևում։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանին ասացի, որ այ նման բան է ասում Վանոյի մասով, հետապնդման մասով, ինքը ինձ հետևյալ բանն ասեց, իրեն փոխանցի, որ եթե իրենք Վանոյին կալանավորեն, Վանոն ամեն ինչ կասի բան կալանավորման պարագայում, ինչը ոնց է եղել, դրանից հետո դատարան կգա Բաբիկը ու քարի վրա չի մնա։ Բաբկեն Արաքցյան, Բաբիկ ինքն ասում էր Բաբկեն Արաքցյան։ Դրանից հետո դատարան կգա Բաբկեն Արաքցյան ու քարի վրա չի մնա։ Ես եկա ու Ռոբերտ Քոչարյանին ասեցի, որ հանդիպեցի Լևոնին, Վանոյի հարցով էր, ասեցա ինչ ասաց, որ Վանոն խոսելու է, բերանփակ չի պահելու, դրանից հետո դատան է գալ Բաբիկը ու քարի վրա չի մնալու։ Ռոբերտ Քոչյանը սպիտակեց մի անգամից ու ասաց, «Էդ ինչ է ասելու Բաբիկը ինչ գիտի, որ ինչ ասի, ինչ կարող է ասել»։ Ու դրանից հետո, այդ դեպքից հետո Ռոբերտ Քոչյանը Վանո Սիրադեղյանի մասով իմ հետ չի խոսել։ Վանոն իրիկուններ գալիս էր մեր տուն։ Ինձ ասում էր դու օգնած մարդ ես, դու մին նստի, դու գնա քնի։ Ինքը մամայիս հետ նստում էր երկար, մորս հետ լուսակի երկար նստում էր։ Ես ասեցի, գիտես ինչ ասեցի, բանը, ես իրան միշտ Վանո Սիրադեղյան եմ ասել, Վանո չեմ ասել։ Ասեցի, գիտես ինչ, Վանո Սիրադեղյան, էլի քո հարցի այս բանն են դարձրել, այսպես պատմություն է եղել Լևոնի բանի հետ։ Ուզում եմ առանց մամայի ես բանը խոսենք, ասում են, Ռոբերտն ասում է Քոչարյանը, որ դուք եք պայմանը խախտել։ Ասեց, ես եմ խախտել, լավ եմ արել։ Ասեցի ոնց։ Ասեց, բայց այդ պայմանում գրված չէր, որ Վազգենին պիտի սպանեի։ Վանոյի ասածներս, բայց մենք որ պայման ենք կապել, այդ պայմանում գրված չի եղել, որ Վազգենին պիտի սպանեի։ Հասկացա, պարոն Սարգսյան։ Ու դրանից հետո ես ամեն ինչ անում էի, որ Վանոյին աջակցեի, ամեն ինչ, ներառյալ Հայաստանից բացակայել։ Պարոն Սարգսյան, գանք մի հատ ուրիշ շրջանի, որը էլի հետաքրքիր է ու շատ քիչ է բացվում։ Երբ Վազգեն Սարգսյանը հանդիպել էր Ալբերտ Գորի հետ, փոխնախագահ Ամերիկայում, ասում են, որ նա արդեն Ամերիկայից եկել էր պրո-արևմտյան հայացքներով։ Դուք այդ զրույցի մասին ինչ որ տեղեկություն ունեք եւ ինչ հայացքներով էր եկել Վազգեն Սարգսյանը։ Այդ զրույցի մասին ամենաշատը ու մանրամասը կարող է պատմել նախկին Հայաստանի Հանրապետության նախագահ, նախկին վարչապետ Արմեն Սարգսյան, ով ներկա է եղել այդ զրույցին ներկա է եղել նաև լուսահոգի Ռուբեն Շուգարյանը, ով Հայաստանում ամենադեսպանն էր, այդ զրույցին ներկա է եղել լուսահոգի Արմեն Խարազյանը, այս երեք մարդկանց էլ ես շատ հարգում եմ եւ կարող եմ իմ ընկերը համարել, ընկերական հարաբերություններ ունեմ, երեքի տեսակետներն էլ այդ խոսակցության մասին հարցրել եմ, հիմնական բանը հետեւյալն էր, Վազգենը հասկացել էր, որ մենք տնտեսությունը ոտքի հանելու եւ բանակը սպառազինված պահելու այլ տեղերից պիտի ապրանքներ գնենք։ Այսինքն մենք ալտերնատիվ սպառազինություն պիտի գնենք, որտեղ այն ինչ կա, որ գալիս է, դրանից հերիք չի էլի։ Բացի հերիք չի, Ադրբեջանն էլ է ձեռք բերում։ Այդ ժամանակից արդեն Ռուսաստանը սկսել էր Ադրբեջանին նույն կերպ զենք վաճառել, ու Ադրբեջաններ է ձեռք բերում ու համազորությունը որ հավասարվի, նրանք փող շատ ունեն, շատ կգնեն, իրեն պետք էր արդեն ժամանակակից զենք։ Իր շտաբը, Վազգենի գլխավոր շտաբը իրեն ասում էր աշխարհում այս զենքը կա, այս զենքը կա, այս զենքը կա, այս սրա փոխարեն որ էս առնեք, էս ավելի լավ է։ Եվ Վազգենի խնդիրը դա էր, եւ նաեւ տնտեսության մեջ ներդրումների առումով, դրա համար ինքը Սարդարաբադի համահայկական համաժողովն արեց այդտեղ սեղաններով, որ ասեց, գիտեք ինչ, դուք օգնություն մի տվեք պետությանը, դուք եկեք այստեղ գործ դրեք,
ու բազմաթիվ հայ մեծահարուստներ խոստացան, որ կգան Հայաստանում բիզնեսներ կդնեն, ինքը գտնում էր, որ Հայաստանի տնտեսություն ներդրումներ է բերել պետք, ու հիմնական ներդրումների ուղղվածությունը այն ուղղությունների վրա, որոնք արդյունաբերական պոտենցիալ են պարունակում, այսինքն Հայաստանի հանքային ռեսուրսներն են։ Այն գիծը, որ ես սկսեցի տանել 99 թվականից, երբ որ եկա վարչապետ, այդ Վազգենի գիծներ, Քաջարան, Ղափան, Ագարակ, ջրային ռեսուրսներ եւ այլ, այդ Վազգենի գիծներ, Վազգենի չէր սեփական աշնորհում դրանք։ Վազգենը դրանք հաշվառում էր այն ժամանակ, իր ասելով ինվենտարիզացիա, որ տեսնեմ, որը ինչ է, որտեղ ինչ կարող եմ անել։ Ու այդ ինչ կարողանալու անելու համար ինքը ուզում էր այն ընկերություններին բերել, որոնք դրանից գլուխ են անում, ոչ թե Զուրաբովին, որ ասենք Ռուսաստանի նախկին առողջապահության նախարարներ, որը մոլիբդենը պղինձի չի տարբերում, ինչ մերոք արեց։ Այ Վազգենը այս խնդիրներ ուզում լուծել եւ ամերիկյան ներդրումներ բերել նաեւ։ Այդ համատեքստում գորի պատասխանը եղել է, որ ձեր մոտ մեծ կոռուպցիա կա, ու հիմնական խնդիրը Հայաստանի տնտեսական դաշտում ներկայության։ Այդ կոռուպցիայի խնդիրը հաղթահարելն է, ու ժողովրդավարության առումով այն ինչ որ հաղթահարելի է, մեր համար ողջունելի է։ Եթե այդ ուղղությամբ էլ մենք տեսնենք, որ կոռուպցիայի կլանային տնտեսության դեմ քայլեր են արվում, ապա մենք կաջակցենք այդ համատեքստին։ Սա է եղել։ Հիմա սա արևմտյան դեպի արևմուտք թեքվել է, թե չէ, ոչ մեկ չի կարող ասել։ Վազգենը մտածում էր գնար դեպի արևմուտք, Վազգենը մտածում էր արևմտյան ներդրումներ բերել Հայաստան եւ կարողանալ արևմտյան սպառազինություն գնել։ Անմիջապես գալուց հետո Վազգենը սկսեց խոսել կոռուպցիայից, սկսեց այդ կոռուպցիոն բոլոր կետերը, այո, քանդել եւ նաեւ հոկտեմբերի 27-ի այդպիսի վարկածել կա, որը չի ստուգված, որ այդ 27-ը պատվիրված է եղել այդ կոռուպցիոն գազ, ոչ թե գազ, նա բենզին ու դիզվառելիքներ կրող այդ տարբեր ընկերություններից եւ այլից Բաղդասարով եւ այլը, այս անուններն էին տալի, այս անուններն էլ էր շփվում, որ կարող էին պատվիրել, որովհետեւ իրենց ճանապարհները փակում էր։ Պարոն Սարգսյան, քանի հնարավորություն ունեմ ես հարցնել տամ, էլի։ Մամուլում կան տեղեկություններ, որ ներկայիս կաթողիկոսը վեհապարը ունեցել է Վազգեն Սարգսյանի առնվազն աջակցությունը, իսկ առավելագույնը չգիտեմ, այդ հարցին արդեն դուք կպատասխանեք, ընդհանրապես իր աջակցությունը վայելել է Վազգեն Սարգսյանի վեհապարը եւ գիտեմ, որ դուք հոկտեմբերի 27-ին նաեւ մասնակից եք եղել վեհապարի Օծման արարողությանը ընտրության պատվիրակ եմ ընտրության արարողության ճիշտ է եթե չեմ սխալվում դուք նաև ազգային եկեղեցական ժողովի անդամ եք եղել է նման բան պարոն Սարգսյան ես ազգային եկեղեցական ժողովի պատվիրակ եմ եղել նաև Գարեգին առաջինի ընտրության ժամանակ Գարեգին առաջինի ընտրությանը Գարեգին երկրորդը այսօրվա վեհապար հայրապետը առաջադրվել էր եւ Քվեարկության արդյունքում այնպես սպասվեց, որ երկու կաթողիկոս Գարեգին առաջինը Կիլիկիա կաթողիկոս եւ Արարատյան թեմի սրբազան Գարեգինը անցան երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում միանշանակ այսօրվա կաթողիկոսը հաղթելու էր։ Այսինքն այսօրվա կաթողիկոս Գարեգինը հաղթելու էր։ Ես այդ որպես ներսի պատվիրակ, իսկ այնտեղ քվեները հաշվել այդքան բարդ չէ։ Հաշվարկված էր, որ ինքը անցնելու էր, բայց Գարեգինը ասաց, եթե ես մրցակցում եմ կաթողիկոսի հետ, ես իմ տեխնացիոնը հանում եմ եկոտ կաթողիկոսի։ Ու ինքը իր տեխնացիոնը հանեց, ու դա լավ դիտվեց ոչ միայն իշխանությունների, ոչ միայն Վազգենի, այլ բոլորիս կողմից մարդը, տարապես այ մարդը սիրում է, որ զիջում։ Ես ինքը զիջեց Գարեգինին, ու զիջեց իշխանությունների համատեքստում ու այդտեղ գլխավորը ոչ թե Վազգենն էր, Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ Ես օրինակ կուզեի, որ ինքը թեմայով էլ խոսի։ Լևոն Տեր-Պետրոսյանը համարում էր, որ Կիլիկիա կաթողիկոս Գարեգինի Կիլիկիա կաթողիկոսի Հայաստանում կաթողիկոս դառնալը Կիլիկիա եւ Հայաստանի թեմերը կմիավորի։ Եվ այդ պարագայում, եթե Գարեգին առաջինը կարողանում էր Կիլիկիա միավորել, Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ եւ թեմեր միավորող էր դառնում, այս գաղափարներ դրած, ինչը բոլորիս մոտ շատ դրական էր ընտրվում, եւ բոլորս ուզում էինք, որ ոչ թե Գարեգին երկրորդն ընտրվի, այլ Կիլիկիա կաթողիկոսն ընտրվի։ Գաղափար կար դրված։ Դրա համար ես քվեարկել եմ Գարեգին կաթողիկոսը։ Գարեգին երկրորդին չեմ քվեարկել։ Ու երբ որ ցավոք սրտի Գարեգին առաջին կաթողիկոսը մահացավ Չարորակ ուռուցքից, շատ կարճ պաշտոնավարեց։
խնդիր առաջացավ նոր կաթողիկոսի, ակնհայտ էր, որ հաջորդ կաթողիկոսը լինելու է Գարեգին II։ Այստեղ Վազգենի միջամտության բացարձակ կարիք չկար։ Չկար որևէ մարդ, որ իր հետ կարող էր առաջադրվել ու իր 1/3-ի չափ քվեհավաքեր։ Իր միջամտության, իր բանի խնդիրը։ Երկրորդ այդ մարդիկ չեն պատկերացնում եկեղեցական ժողովը։ Այդ ազգային ժողովի ընտրություններ չի։ Այդտեղ 70%-ը մասնակիցների եկեղեցականներն են, որոնց հիմնական մասն էլ սրբազաններ են։ Այդ մարդիկ շարժվում են սեփական շահով, սեփական ազդեցության, տվյալ վեհապարի հետ ունեցած անձնական կապերով։ Վազգենը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կամ Նիկոլ Փաշինյանը այդ մարդկանց վրա ազդելու իրավական առումով եւ նաեւ տեխնիկական, տնտեսական առումով, կյանքի որակի առումով ազդելու որևէ լծակ չունի։ Ատենալուց կարող է բարևել, կարող է չբարևել, իր համար այնքան էլ բան չի փոխում։ Բայց երբ որ ինքը վեհապարի աչքը համբուրում է, վեհապարի իրական ջիմանը, այդ իր համար փոխում է։ Հետևաբար այդ ժողովում իշխանության կողմից մարդ նշանակելը գրեթե անհնարին է, եւ դա վիրավորական է հայ առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ նման տեսակետ ասել։ Այդ վիրավորում է նաև հայ առաքելական եկեղեցու բոլոր սրբազաններին անվերապահորեն, նրանց համարելով վախկոտ ու ծախված։ Եվ վերջին հարցը իր շրջանից բացառության 2012 թվականին դուք չվերցրեցիք մանդատը եւ կարելի է ասել sense որ ձեր եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհները բաժանվեցին։ Ինչը եղավ որոշման պատճառը եւ մի քիչ նկարագրեք այդ շրջանում ինչ հակասություններ կամ հակադրություններ եթե կային։ Իմ համար միշտ Լևոն Տեր-Պետրոսյանը ընկալվել է որպես ժողովրդավարության ու արևմտքի կողմնակից մարդ, բայց երբ որ ես նկատեցի, ես մտածում էի, որ այն տեսակետները դեպի Ռուսաստան, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, այդ արևմուտքի հետ համաձայնացված է, կարելի ասել, որ Ռուսաստանը չակազդի։ Ասենք դավադրապաշտական այդտենց կամ ցանկալի ենթադրություն, որը փորձում է իրականության տեղ ներկայացնել։ Իմ համար պարզ դարձավ չէ, որ ես ինքնախապայությամբ եմ զբաղվում, այդպես չի։ Լևոն Տեր-Պետրոսյանը համոզված ռուսական համատեքստում։ Եվ երկրորդ, երբ որ արդեն ինքն ասաց, որ բուրժուա դեմոկրատական հեղափոխություն պիտի արվի Գագիկ Ծառուկյանի հետ, ու Գագիկ Ծառուկյանին բուրժուա անվանելով այդ տեղում, որ կարող է նաև ինքը առաջի համար եւ այլը, այս համատեքստում հարցերը քննարկել, Գագիկ Ծառուկյանը լինի, իսկ մտածել, որ Գագիկ Ծառուկյանը գալու է ու գնալու է Լեռնային Ղարաբաղի հարց լուծի եւ այլը, դա իմ համար գալելի ու ընդունելի չէր։ Ես ասացի, որ այդ ուղղությամբ գնալ պետք չի, որ ընդհակառակը պետք է հակադրվել իշխանություններին, նոր հանրահավաքներ անելու եւ այլնի քաղաքական կյանքը ակտիվացնելու, ինքը դեմ էր, արդեն հոգնել էր ակնհայտ այդ ակտիվությունից, ասաց քո կարծիքով, եթե քո ասածով անենք, հաջողության կհասնենք, ասացի, այդ առաջի բանն է եղել, որ ես Լևոն Տեր-Պետրոսյանին հակադրվել եմ։ Կյանքում ուրիշ որևէ դեպք չի եղել, որ ես հակադրվել եմ։ Ասացի, իմ ասածովը չգիտեմ, բայց ձեր ասածով հաստատ չի ստացվի։ Ու դրանից հետո բաժանվեցինք, դրանից հետո համարյա թե չենք հանդիպել որևէ խնդրով, բայց ես որևէ առումով իր հասցեին վատ բան չեմ ասել։ Չէ, դրանից հետո սկսեց քարոզարշավը, իհարկե դրանից հետո հանդիպել ենք։ Ու ես ասացի, որ ես ցուցակ չեմ մտնում, փորձեցին համոզել տարբեր մարդիկ, այդ թվում նաև Ստեփան Դեմիրճյանը, որ դե արի ցուցակ, ես էլ վերջացնենք տղաները, բայց այդքան ընկերություն ենք եւ այլ եւ այլ։ Ասացի այդ դեպքում ինձ գրեք վերջի համարը ցուցակի։ Հետո Լևոն Տեր-Պետրոսյանը ինձ կանչեց իրենց տուն, երկուսով էինք ու ասեց, որպես եղբորդ ընկեր, որպես քո ավակ ընկեր, խնդրանք ունեմ։ Ասաց, որպես ես քարոզարշավի ժամանակ ամեն անգամ հարց չտան, թե ուր Արամ Սարգսյանը, արի քեզ գրենք երրորդ համար, այդ խոսակցությունները փակվի, հետո դու մանդատը չես վերցնի ոնց։ Եթե կուզես մանդատը չես։ Ոնց դու ուզում ես։ Նայեցի, ասացի չմերժի։ Կհամաձայնեմ, ասացի ու ինքը ժպտաց ու ասաց, գիտես, այս ամբողջ ցուցակում երկու մարդ կան, որ կարան մանդատից հրաժարվեն, մեկը ես եմ, մեկը դու։ Ու այդ քարոզարշավին ամբողջությամբ մասնակցեցի, հենց ավարտվեց մանդատից հրաժարվեցի ու վերջ, այո։ Պաուլ Սարգսյան, գանք հաղորդման երկրորդ մասում մենք լավ ամփոփեցինք անցյալը, շատ հետաքրքիր տեղեկատվություն իմացանք, շատ
Հաղորդման երկրորդ մասում մենք խոսում ենք գործիչների նախասիրություններից, պարոն Սարգսյան։ Դուք շատ ակտիվ եք եւ շատ դրական կերպար եք, միշտ դրական բաներից եք խոսում, բայց ինչ որ չափով հայտնի չի քաղաքական գործիչից դուրս ձեր կերպարը։ Օրինակ դուք առավոտները ինչպես եք սկսում, օրը ինչպես եք սկսում եւ ավարտում եւ ընդհանրապես հանգստյան օրերը ինչ որ հատուկ պլանավորումներ ունեն մեկ պարոն Սարգսյան։ Մեր գյուղում ես ապրում եմ Արադ գյուղում։ Ես նույնիսկ վարչապետության շրջանում գնացել եմ գյուղ եկել եմ ու ես եթե հայրական տանը չքնեմ ու որտեղ էլ քնեմ, քնի պակասում եմ, իսկ հայրական տանը կարող եմ շատ քիչ քնել։ Ես առավոտները վազում եմ, առաջ երկար էի վազում մոտավորապես 30-35 րոպե։ Հիմա արդեն մի քիչ կարճ եմ վազում, այս ձմռանը նույնիսկ որ շատ ցուրտ էր եւ ալարում էին այդ քաղաքական process-ներն էր, անցա որոշակի մարմնամարզության, որը համացանցից մի կին է ֆիզկուլտուր ինստիտուտ, երևի ինքն էլ չգիտի որ ես ամեն օր իր վարժանքներն եմ անում ու իր դիտումները, չգիտեմ, 3000-ից արդեն հասցրել եմ 5000 կանենք իմ դիտումները, որտեղ ամեն օր նույն վարժանքը դնում եմ, ու նույն վարժանքը, նույն մարմնամարզությունն անում եմ, ու ասեմ իսկապես շատ օգնում է, ինքը երևի ինձանից մի 10 տարի տարիքով փոքրքին է, ու շատ հարմար է իմ համար, նաև ժամանակի համար ինքը խնայողություն է, 9-ից 12 րոպե է տևում այդ վարժանքը, ու որ ժամին էլ ինչքան էլ շուտ արթնանաս կամ ուշ արթնանալու լինես, այդ բավարարում է, բայց հիմա նորից պիտի անցնեմ վազքին, նոր վազքից հետո մարմնավարժության, դրանից հետո պարտադիր արդեն 20 քանի տարի ես սա լողավազան եմ մտնում, նման հնարավորություն ունեմ տան լողավազանի, որտեղ չի ձեռուցվում, փոքր է շատ, մոտորապես 2-ի վրա լողալ հնարավոր չի, բայց մտնել սկել դուրս գալ հնարավոր է, այդ եմ անում, շատ սիրում եմ խոհանոցը, սիրում եմ երեխաներից համար եփել։ Ինչ եք պատրաստում, պարոն Սարգսյան։ Գիտեք, ես տիրապետում եմ թե չինական խոհանոցին, թե իտալական խոհանոցին, պատրաստելու այդ առումով անդադ հետևում եմ։ Ազատ ժամանակներին հիմնականում խոհանոցին վերաբերվող նյութերն եմ նայում, թե հոստատեսությամբ, թե համացանցում, ինչ որ բանի առումով, եթե ուզում եմ եփել մտնում նայում եմ, այնպես որ այս առումով սովորական միայն խորոված խաշլաման չի, որը գիտեմ, փորձում եմ արդեն այդ պրոֆեսիոնալ։ Իսկ հատուկ ուտեստ կասեք, պարոն Սարգսյան, ուտեստներ կան։ Բազմաթիվ այդպիսի հատուկ ուտեստներ կան, ամենաշատը որ երեխաներս որ սիրում են որ անում եմ, դա չինական ուտեստ կա փապկամիսը պղպեղով, կարմիր գունավոր պղպեղներով, սոյայի սոուսով եւ այլնով, որը շատ համեղ է բրինձի հետ, որը ես եմ շատ սիրում, ինքը նաեւ շատ արագ է պատրաստելը, իտալականից ամենից շատ սիրում եմ պատրաստել խմորով Այս մեր ասած պիլմենի տարբերակն է, իրենք տորտելինի են ասում, որը ուտում են սմետանով, եւ կարակով եւ մի քիչ բանով պետրուշկայով է խմում այսպես էլի շատ համով է, բայց ինքը բավականին աշխատատար է, ջանջալ է, պիտի կիրակի օր լինի, իմ աղջիկս Երևանում ամուսնացած աղջիկս ինքը ամերիկյան ընկերությունում է աշխատում, շատ զբաղված, պլյուս փոքր ունի ու իր համար պատրաստել է փեսայից համար հատուկ ինքը երեխաներիցս ամենալավ սովորողն էր, ինքը նաև Գերմանիայում սովորեց տնտեսագետ է մասնագիտությամբ, աուդիտ է անում, պետական համակարգից բազմաթիվ անգամ ընկերներից խնդրել են թողգապետական, որևէ պարագայում դեմ է, նախ ասում է, որ մասնավորում ամերիկյան ընկերությունում շատ ավելի բարձր են նվճարում, իսկ իրենք նոր ընտանիք են, իրենց ֆինանսականը շատ կարևոր է։ Երկրորդը կրթության աշճանները տնտեսագիտության մեջ, որ լեվելներ ունի, որ բարձրանում է, այդտեղ կրթության այդ աշճանների համար քննություն հանձնելու համար մեծ գումարներ որը մուծում ես, գրականությունից օգտվելու համար էլի մեծ գումարներ որ մուծում ես, այստեղ իր ընկերությունը այդ գումարները մուծում է, այնպես որ այդ առումով հարմար է իրեն այդ ամենը, չնայած շատ զբաղված է ու շատ աշխատատար է իր աշխատանքը։ Հայկական խոհանոցից ինչ եք պատրաստում, պարոն Սարգսյան։ Հայկական ասում եք հարցազրույցներից մեկում, որ գառան մսով եք լավ պատրաստում։ Նայեք, ես հայկական խոհանոցից իմ աղջիկները ու տղայիս ընկերները բոլորը շատ սիրում են, որ ես գառի մսով վիկիվիր եմ սարքում, չգիտեմ, հիմի կասեն, տիկիվիր բառը բերեք փոխեք 1-2 չի ստացվի որևէ կերպ։ Չի ստացվի որևէ կերպ, բայց ես հատուկ տարբերակով, իսկ այնպես որ
որ հիմնականում չեն սարքում, Գարեթիակն եմ սարքում, ինքը 4 ժամ ցածր ջերմաստիճանով եփել է պահանջում հիմնականում մոմաթղթով եւ որ գայում փաթաթված 160-150 աստիճանում, որից հետո ոսկորներն իրարից թափվում են, ինքն իրեն թել է լինում, բայց իրեն պիտի մի օր առաջ գնես, իրեն պիտի համապատասխան մշակես, դնես սառնարանում, ամեն սահմանի դուռը բացելու շուրտաս վերև, շուրտաս ներքև։ Գիտեք, ես գեղանկարչություն գիտեմ, բավականին լավ նկարում եմ, ես քանդակագործություն գիտեմ, արվեստների որոշակի ուղղություններում միջինից բարձր մակարդակի վրա խորացել եմ։ Բայց ես վերջի օրինակ է, էլի, գիտեմ որ լավ եք նկարում, հաջորդ հարցը է ուզում տալ, պարոն Սարգսյան, ով եք ոգեշնչվում։ Հիմա ոգեշնչվում եմ միայն համերով ու հոտերով։ Իմ ասածը դա է, որ ես ասենք 50 տարեկանից հետո հասկացա, որ ամենամեծ արվեստը այդ խոհանոցն է, որտեղ թե գույն կա, թե բովանդակություն կա, թե համ կա, թե հոտ կա։ Մյուսները ստեղծագործություն է, դա իմպրովիզներ կա։ Այո։ Կինոն այդ ամեն ինչն ունի, բայց ասենք Փարաջանովի կինոն ինչով է հետաքրքիր, որ այդ ձայնը այդքան չկա, ինքը սինթետիկ է, պատկերներ են եւ այլն, այսինքն ինքը խոհանոցը հաստատ արվեստ է եւ լավ արվեստ է, նկարիչներից բնականաբար եթե ասեմ Վան Գոգին որևէ մեկին զարմացրած չեմ լինի, բայց ինքը մոտեցումներս շատ բազմազան են, Մոդելյանի ես վերջի տարիներին չափից ավելի սկսել եմ այդ Մոդելյանի այդ երկար վզերը, այդ աչքերի գույները, աչքի այդ փայլը, որ ունի էլի, որ իսկապես հոգին է էլի այդ աչքերի չի։ Մոնե շատ սիրում եմ, Լոտրեք շատ սիրում եմ, հայ նկարիչներից աննկարագրելի է իմ համար Մարտիրոս Սարյանը, աննկարագրելի է Մինաս Ավետիսյանը, սրանք շատ լուրջ դեմքեր են։ Ես օրինակ առաջին անգամ, երբ որ տեսա Վան Գոգի արդեն արհեստական ինտելեկտով եւ նոր տեխնոլոգիաներով արած կյանք պատկերը, որը վերցնում են տարածք առաստաղով, հատակով, պատերով, ամեն ինչով այդ Վան Գոգի պատկերներն են, որոնք շարժվում են տելևները, ծառերը եւ այլն, մտնում ես այդ աշխարհի մեջ ու ուրիշ փոխվում է ամեն ինչ այդ համատեքստում։ Ես պատկերացրեցի, որ եթե նույն բանը արվի Մարտիրոս Սարյանի հիմնականում ծաղիկների այդ նատյուրմորտների առումով մի քանի անգամ ավելին է ինքը այդ արևածաղիկ մի կողմ կտանի միանշանակ թե բովանդակության թե գույնի ու եթե բիզնեսի մարդ կա որ ազատ հնարավորություն ունի եւ Երևան քաղաքում հարմար տեղ ունի առաջի հարկում եւ լսում ա մեզ խորհուրդ եմ տալիս 3 սենյակի մեջ ինքը ճիշտ է տեխնիկական առումով որոշակի ծախսեր կպահանջի, բայց միայն տուրիստների հոսքը 1.5-2 տարում իրեն հանելու է։ Պատվիրեք թող ամերիկյան որևէ աուդիտորական ընկերություն հաշվարկանի եւ կտեսնեք որ ճիշտ եմ ասում։ Ցուցահանդես ունենալու եք, պարոն Սարգսյան, թե կամ ունեցել եք։ Չէ։ Իսկ մի հատ էլ հարց եւ փակենք նախասիրությունների հարցը։ Պարոն Սարգսյան, Վազգեն Սարգսյանը մինչեւ քաղաքական գործիչ եւ պետական գործիչ դառնալը գրող էր։ Ինչ խորհուրդ կտաք կարդան, որովհետեւ որպես գրող շատ կարելի ասել քչերին է հայտնի կամ գործերը քչերին են հայտնի։ Դուք հաստատ շատ լավ կիմանաք իր գործերը։ Գիտեք ինչ, Վազգյանի գրականությունը 5-6 պատմվածքների ամբողջական պատկերը իր մեջ ներառում է։ Խորհուրդ կտամ վերցնել խաղ գիրքը ու կարդալ խաղ գիրքը։ Խաղ գիրքը կարդալ։ Այո։ Ու Վազգենին միաշանակ ճանաչեն այլ կերպ ու համոզված եմ, որ Վազգենին կսիրեն անգամ նրանք, ովքեր որ որոշակի կասկածներ ունեն անձի մասին։ Պարոն Սարգսյան, անցնենք հաղորդման եզրափակիչ 3-րդ մասին, մենք այստեղ խոսում ենք ներքաղաքական զարգացումներից, երբ սկսվեց ԵՄ-ի ինտեգրման այդ շարժումը, որը հետո դարձավ արդեն օրինագիծ եւ մտավ ԱԺ, պարոն Սարգսյան, բավականին սոլիդ եւ համախմբված թիմ էր, տարբեր քաղաքական ուժեր, գործիչներ, բայց նախընտրականին եւ խորհրդարանական ընտրություններին գնում եք արդեն բաժան լոգիկայով, ինչը խանգարեց եվրոինտեգրման ուժերին կոալիցիայով հանդես գալ։
Նախ ասեմ, որ ընդեղ էլ ամեն ինչ այդքան հարթ չէր։ Եթե հիշում եք, սկզբից հարթարը հայտարարվեց բաց, ովքեր համաձայն են միանան այս համատեքստին Եվրոմիության ինտեգրման առումով։ Եվ այդ բաց համատեքստին 4 կուսակցություններ էին։ Այդտեղ մտավ նաև քրիստոնեա դեմոկրատական կուսակցությունը, մի մամուլի ասուլիս արեցին կանի հյուրանոցում, որտեղ քրիստոնեա դեմոկրատական ներկայության նախագահ Շիրինյանը ներկա էր։ Հետո երբ որ ասացինք, որ այս գործընթացը, որ կոչ ենք անում անելու, ինքը ձևավորվեց հարթակի շուրջ։ Խուրշուդյանի, Հովսեփ Խուրշուդյանն էր, որը հարթակ ձևավորեց եւ այդ հարթակի շուրջ էր քննարկումները բերեցին դրա։ Երբ որ արդեն հարթակում քննարկեցինք, ասացինք, որ ճիշտ կլինի ստորագրահավաք անել, իսկ ստորագրահավաքի գաղափարն առաջարկեց Խզմալյանը, եւ այդ առաջարկը անմիջապես ես պաշտպանեցի, ասացի հնարավոր է կարող ենք անել, Շիրինյանը դուրս եկավ։ Մնացինք 3-ը, ուրիշ որևէ մեկը մեզ չէր աջակցում։ Իսկ ինչ հիմնավորմամբ դուրս եկավ։ Հիմնավորումը հետևյալն էր, որ քիչ հավանական է, որ կարող ենք ստորագրությունները հավաքել, որ դա կարող է խնդրեմ դառնալ, որ դա կարող է փչացնել, եւ երկրորդ, որ իշխանությունները դա չեն հաստատի։ Տրամաբանական հիմնավորումներ կային, այնպես չէր, որ ռիսկային բան իհարկե կար, ոչ մեկ չգիտեր ինչքան դա հնարավոր կլինի։ Դրանից հետո մեզ միացան քաղաքական հասարակության տարբեր թևերի ներկայացուցիչներ, ովքեր բավականին լավ աշխատանք արեցին, մեր հետ մասնակցեցին քարոզչությանը, ու այդ ստորագրահավաքը հավաքվեց, այդ թևերին բոլորին շատ շնորհակալ եմ, համատեղ աշխատանք ենք արել։ Դրանից հետո եկավ մի պահ, որ պարոն Խզմալյանը լրիվ այլ ուղղություն բռնեց, տեսականորեն համարելով թրիպը, Միացյալ Նահանգները եւ այլ այս ամենին հակադիր ուղղություն ներառյալ ասեց, որ այս թրիպը թուրքական ծրագիր է եւ այլ, այսինքն մեր մոտեցումներին լրիվ հակառակ։ Ես ընդհանուր առմամբ հիմնական համատեքստում ամերիկյան գծի մեջ ավելի շատ մարդ եմ, քան եվրոպական գծի մեջ եւ այս ուղղությունն եմ համարում, որ կարող է երաշխավոր դառնալ խաղաղության։ Եվրոպական ուղղությունը բոլոր առումներով, տնտեսական առումով, ժողովրդավարության առումով, փոխադարձ կապերի առումով համարում եմ շատ լավը, բայց ես համարում եմ, որ եվրոպական ուղղությունը չի կարող խաղաղության երաշխավոր դառնալ ինքը Թուրքիային ու Ադրբեջանին, Ռուսաստանի հետ էլ համատեղ հակազդեցություն չունի։ Եվ ես հիմնական շեշտը դնում եմ արևմուտքի վրա։ Այստեղ որոշակի նաև այդ արևմտյան դաշտում տարբերություններ կար։ Հետևաբար Խզմալյանն էլ դուրս եկավ այդ համատեքստից։ Մնացինք մենակ մենք եւ Արման Բաբաջանյանի կուսակցություն։ Այս երկու կուսակցությունների միավորվելը չեմ կարծում, որ դուրս կգար, որ էլի նորից նույն հարցը լինելու էր, թե ինչի չմիավորվեցին։ Եվ այստեղ խնդիր կար նաև կուսակցությունների կայացման առումով, ես միշտ ասել եմ, դրա կողմնակիցն եմ եղել, որ ինձ ասում են, որ գաղափարի առումով, ասենք, ես այդ ավելին եմ կարևորում, քան բովանդակությունը, կարող է այդ իմ թերություններից է, բայց ես համարում եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտում 100-ից ավել կուսակցություններ որ կան, դրա հետևանք է, որտեղ քաղաքականությամբ պիտի զբաղվելու միակ գործիքը քաղաքական կուսակցություն հիմնելն է։ Եթե քաղաքական կուսակցությունը գալիս է ընտրության ու այստեղից այնտեղից հավաքում է ինչ-որ բան, մտնում է, հետո այդ դաշիկները միանշանակ փլուզվում են ու արդյունքում դու խայտառակ ես լինում, իսկ ես չեմ ուզում այդ։ Ես 3 եւ ավելի դաշիկների մասնակից եմ եղել։ Հիմնական նախաձեռնողը ես եմ եղել։ Հիմնական 3-ին էլ։ Թե Ստեփան Դեմիրճյանին իմ տեխնացիոնը հանելով, թե Լևոն Տեր-Պետրոսյանին, բարագայում Ստեփան Դեմիրճյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միանալու խնդիր ուներ։ Լևոն Տեր-Պետրոսյանն էր իր հորը Կարեն Դեմիրճյանին պաշտոնազրկել։ Այո։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանի, երբ որ ես եւ Բաբկեն Արաքսյանը առաջարկեցինք առաջադրվի 2008 թվականին, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ միայն ՀՀՇ-ն ու Հանրապետությունը բավարար չեն, որ ես կարողանամ առաջադրվել ու հաջողություն ունենալ։ Այ եթե կարողանաք այնպես անել, որ ՀՀ գնալ միանա, այդ դեպքում կարող եմ մտածել։ Ու այդ օրվանից սկսեցինք ՀԺԿ-ի հետ ու դե այդտեղ էլ բնականաբար լավագույն հարաբերություն մինչև հիմա լավ հարաբերություններ ունեմ։ Ստեփան Դեմիրճյանի հետ, Դեմիրճյանների ընտանիքի հետ այդ շատ բնական է, այդտեղ բացատրելու բան չկա, Ստեփանին ու հարգանք ու պատիվ Ստեփանին, որ ամեն ինչ մի կողմ դրեց, փոփոխության համար եկավ ու միացավ։ Այսինքն մոտավորապես այս համատեքստը։ Հիմա ինչի ես չգնացի, որտեվ համարում եմ, որ նախ քաղաքական կուսակցությունները պիտի խոշորանան, իսկ խոշորանալու ձևը ինքնուրույն
Մասնակցում ես չես անցնում, գնում ես նոր կուսակցություն ես ձևավորում, միանում ես այն կուսակցության, որը կարողանում է անցնել, այսինքն խոշորացման տարբերակը մասնակցելն է։ Եվ այն կուսակցությունները, որը երկու անգամից ավել համապետականի չեն մասնակցում, իրանք իրավական ուժով ես բազմաթիվ անգամներ այդ բարձրաձայնել եմ։ Պիտի զրկվեն, այո, թե չէ կնիկները գրպաններին դրած ընտրություններից առաջ, ասենք դուրս են գալիս այդ կնիկները վաճառելու հիմի, ասենք ուժեղ Հայաստանը մի քանի կուսակցությունների հետ թվարկել չես կարող, թե այդ կուսակցություններն ովքեր են։ Ռոբերտ Քոչարյանը, որը մասնակցում է, ասենք, մեկը դաշնակցությունն է, մյուսի անունը ոչ մեկը չգիտի, եւ այդ կուսակցությունը երբեք որևէ տեղ չի եղել ու այդ դաշինք է։ Այսինքն, այս համատեքստում կամ պիտի ամբողջական միավորում լիներ, որի հնարավորությունը անհնարին էր ու չէր կարող լինել, որտեղ մարդիկ կային արդեն ովքեր իրենց հայտարարել են, որ արևմտյան գծի մեջ են ու հայտարարել էին, որ իրենք միայնակ են մասնակցելու եւ իրանք հաղթող են եւ այլ այս համատեքստում եւ այդ պարագայում եթե միանում էր նույն համատեքստում էր նաեւ ու նույն հարցն լինելու էր ինչի չմիացակ։ Պարսակսեն, այս վերջերս, այսինքն տեղի ունեցավ զորահանդեսը, որը համոզված եմ ձեր համար շատ ավելի խորհրդանշական նշանակություն ունի, կարելի ասել, քան ցանկացած այլ բեկի համար, ինչպես գնահատեք զորահանդեսը, Պարսակսեն։ Նախ ասեմ, որ նախորդ հարցին անդրադառնալով ասեմ, որ մենք ազգային ժողովում լինելով այդ եվրոպական արժեքներ կրող բոլոր կուսակցությունների ծրագրերն ու նպատակները տանելու ենք։ Նույն կադրային հարցում էլ իրենք մեր ընկերներն են, մենք այդ միանշանակ հաշվի առնելու ենք։ Տարբեր հարցերում տարբեր մոտեցումներ ունենք, բայց գլոբալ հարցում ընդհանրություններ ունենք, մենք ընկերներ ենք, որևէ մեծ հաշվով ընկերներ ենք, որևէ խնդիր չկա, բոլորն էլ գիտեն, որ ես ամբիցիոզ մարդ չեմ, պաշտոնի համար չեմ, падգամավոր դառնալու համար չեմ, խնդիրի այդ հարթության մեջ երկարևոր ուրիշ խնդիր ունեմ, թող ինձնից չնեղանան, որ այդ միավորումը տեղի չունեցել։ Ինչ վերաբերվում է զորահավաքին, ես այդ ամանեցի բառայով, ես բանակի մասին միշտ աշխատել եմ դրականը խոսել թեկուզ նախորդ իշխանությունների ժամանակ, որովհետև բանակին քննադատողները շատ են, բանակում լավը տեսնողները, լավը գնահատողները շատ քիչ։ Դաստիարակության նման ձևը գալիս է մորիցս, մայրս ասում էր երեխային դաստիարակելու երկու ձև կա, ցույց ես տալի լավ օրինակը, ասում ես այ պիտի նմանվել սրան, ցույց ես տալի վատ օրինակը, ասում ես պիտի այսպեսին չլինես։ Ասում էր լավը, երբ որ լավ օրինակն ես ցույց տալի, ոչ թե ասում ես այսպեսին չլինես։ Ու դրա համար ես կոնկրետ բանակի առումով աշխատել եմ այդ սկզբունքով, կյանքում էլ աշխատում եմ այդ սկզբունքով տանել Հայաստանը երեք որպես պետություն ցույց տվեց, որ ինքը պարտությունից հետո ոտքի է կանգնում, որ Հայաստանը ունի ատամներ եւ կարող է ցույց տալ համապատասխան իրավիճակներ։ Գիտեք ինչի համար տվեց ես հարցը ձեզ, Պարսակսյան, երբ որ դիպությունից խոսում են զորահանդեսից, նրանք ասում են, որ սա նախընտրական գործողություն էր, միջոցառում, որը ուղղված էր, չգիտեմ, ռեյտինգի բարձրացմանը կամ հեղինակության բարձրացման։ Դուք համաձայն եք այս կարծիքի հետ, թե ոչ համաձայն չեմ, կարող եմ հիմնավորել թե ինչու, որովհետև արդեն 3 ամսից ավել է ինչ տարբեր հասարակական, քաղաքական, հանրային դաշտի գործիչների խմբեր էր ձևավորվում եւ այդ զենքերը ցույց էին տալիս, թե ինչ ունենք։ Այսինքն այն ինչ որ ցույց տվեցին, այդ գաղտնիք չէր։ Ավելի համալիր ներկայացում։ Այո, ավելի համալիր ներկայացում էր, այսինքն ինքը գաղտնիք չէր, պահել էին որ հիմի ցույց տային եւ այլն։ 3 ամիս է ցույց են։ Ինչ սկսել են, ասենք, տանել տաուշ եւ ցույց տալ սահմանազատումը, այդ ժամանակից նաեւ զենքերի այդ ես նաեւ նոր զինատեսակների բազմաթիվ այդ փորձարկումների եւ այլնի մասնակից եմ եղել։ Մարդկանց ում զինատեսակների վրա որ այդքան էլ ուշադիր չեն եղել, ասենք, վարչապետի կամ պաշտպանության նախարարի Սուրեն Պապիկյանի ուշադրությունը հրավիրել եմ, ուղարկել եմ իր հեռախոսի համարին այդ բաները ասել եմ նայեք այս մարդը, ինքը լավ ինժեներ է, իր մոտ կարող է ստացվել եւ այլն։ Առումներով մշտապես ինչով հնարավոր է պատրաստ եմ օգնել, իսկ այն ինչ արվել է շատ լավ եւ պիտի էլ ավելին արվի։ Ուրիշ խնդիր կա, ես մտածում եմ, որ եթե ասենք 2016 թվականի քարորիայից հետո իհարկե հետին մտքով խելոք լելա, այդքան էլ բան չի, բայց եթե 2016 թվականի քարորիայից հետո
Հայաստանի զինվորականները կամ պետական ղեկավարությունը իրենց պահեին այնպես, ինչպես 99-ին Վազգենի վարչապետության ժամանակ ասեին, որ մեզ է զենքնապետք, որովհետև այդ քարորիայում մենք էս կորցրեցինք, որովհետև այս զենքերի պարագայում իրենց առավելությունը մեծ էր, ու Հայաստանի իշխանությունն էլ այդ համարեր գերկարևոր ու գնար այդ զենքերն առնելու, կարող է եւ 2020-ը չլիներ։ Բայց ես ասում եմ, հետին թվին խելոքի տարբերակն է, որ այդքան էլ իմը չի, ինչի համար բարձրացայինեցի, որ նորից հետին թվի խելոք չլինի։ Որտեւ այս սպառազինությունը շատ արագ է փոփոխվում։ Այն ինչ այսօր ունես, մանավանդ աթեստների առումով, վաղը կարող է պայուսումը դրած այո, այս ուղղությունը պիտի անընդհատ պահել ու ամենաշատը, որ ինձ ուրախացրեց, դա այն էր, որ մենք ինքներս արտադրում ենք, որտեղ այդ արտադրողները իրենք ուղղությունը հետևում են։ Այսօր սրանից են արտադրում։ Վաղը մյուսը դարձավ կանցնեն նրան, այսինքն ցանկացած, երբ որ դու ընկնում ես ռելսերի վրա զարգացման, արդեն դու զարգացման ունով գնում ես։ Եթե դու առաջինն էլ չես, գոնե 1000-րդը չես, երրորդը կամ չորրորդն ես։ Նախընտրական շրջանին զուգահեռ, պարոն Սարգսյան, եւ ըստ վերջում մանավանդ ռուսական սկզբից հայտարարությունների մակարդակով արդեն ճնշումներ, իսկ արդեն վերջերս Սելխոզ-Նազարի կողմից արդեն սահմանափակումներ մտցվեցին հայկական ապրանքների հետ կապված։ Ինչ են ուզում ռուսները, պարոն Սարգսյան։ Ասեմ, որ իմ կարծիքով դա միանշանակ նախընտրական բովանդակություն ունի, որովհետև իրենք արգելանքներ են դնում այն ուղղությունների վրա, որոնք մեծ զբաղվածություն են ապահովում։ Այսինքն այդ զբաղվածություն ունեցող մարդկանց այս կողմ թեքելու առումով եւ դժգոհություն գնալ եւ դժգոհություն առաջացնելու ու այդ առումով իրենք նախընտրական են, որովհետև հակառակ դեպքում, ասենք կարող եմ ասել, որ 3 Հայաստան է եկել վագոններով վարելիք, Հայաստան է եկել սիլիտրա պարատանյութեր, ճանապարհին է Հայաստան եկող ցորեն, Հայաստան, Ռուսաստան բոլոր ավիաչվերթները տեղի են ունեցել, ոչ մեկ չի կասեցվում։ Այսինքն ընդհանուր համատեքստում գիծը պահվում է։ Այդ արվում է ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար, իսկ ընտրությունների քվեարկությունից հետո այդ ամեն ինչ չեղարկվելու է։ Այդ իմ կարծիքն է միանշանակ։ Այսինքն հունիսի 7-ից հետո հունիսի 7-ից հետո միանշանակ այն ինչ որ արգելքները դրել են ջերմուկով եւ այլնով, այդ արգելքները ես համոզված եմ չէ, որտեղ եթե արգելում ես ամբողջական ես արգելում։ Բայց մենք ասում եմ 3 այս ապրանքները ստացել ենք, այդ ինչ է թողում այդ ապրանքները գա առաջի անհրաժեշտության իրենք։ Իսկ սա առաջացել է այս ապրանքների վրա։ Այս պատվերը գնացել է Հայաստանից։ Գոյություն ունի Գրիբոյեդով ակումբ եւ էլի ինչ որ ակումբներ կան, որոնց շրջանակներում պատտվում է Օվերչուկը, եւ այդ ակումբների մասնակից հայկական քաղաքական դաշտի կուսակցությունները, դրանք հայտնի են համացանցում կան, ես չթվարկեմ, կարող է մոռանամ հանկարծ նեղանան, որ Լազարևյան ակումբը, այո, Լազարևյան ակումբի այդ կուսակցություն նիստը այո էթնիստի համատեքստի այդ կուսակցությունները իրենք են գլխի գցում, որ այս բաներն արեք, որպեսզի մենք կարողանանք անցնել, հակառակ դեպքում տեսնում եք Հայաստանը արևմուտքից ինչ աջակցություն ունի ու այս դիրքորոշումների Հայաստանի աշխարհակաղակական զարգացումների համատեքստում այս համատեքստի վեճ կա։ Այդ համատեքստի վեճի շրջանակներում ռուսները այդ քայլերն անում են։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ մեր ազգային ժողով անցնելու պարագայում այդ անող կուսակցությունները կամ դրանց ղեկավարները պատժվելու են ու իրենք հայ արտադրողին այս տարբերակով այսքանի օրերի հասցրած տարբերակով մնացը իրենց սեփական գրպանից են մուծել։ Մենք այդ կարգի օրենք տանելու ենք, բայց ձեր հարցը ունի ուրիշ խորքային արմատ։ Խորքային արմատը թողում եմ մի կողմ Ռուսաստանը արգելում է թե չէ։ Ռուսաստանը չի արգելում, ենթադրենք, բայց Ռուսաստանը լրիվ անկեղծ տնտեսական առումով բավականին բարդ իրավիճակի մեջ է հայտնվել այս պատերազմի առումով եւ դրա ապացույցն է, որ բազմաթիվ հայեր որ գնում են Ռուսաստանին աշխատելու, իմի չեն աշխատում, հետ են գալի, այլևս չեն գնում։ Ինչի չեն գնում, որտեղ վճարունակ հիմնարկներ չկան, որ այն ապրանքները, ինչ Հայաստանն ուղարկում է Ռուսաստան, դա միջին եւ բարձր խավի ապրանքներ են։ Այդ ցորենչի առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն։ Ասենք, չգիտեմ, ելակ
դա Ծիրան եւ այլը կարող է շարքային ռուսը չուտել, չճանաչել, չիմանալ այդ ինչ ինքը չկա։ Այսինքն Ռուսաստանի այս պայմաններում 1-2 տարի հետո այ դա գնողը այո, այդ շուկան գնողը չի լինելու։ Եվ դրա համար է որ մենք առաջարկում ենք ստեղծել գյուղատնտեսության նախարարություն, որպեսզի Հայաստանը ունենա այդ նախարարությունը, որ կարողանա պլանավորել ինչպիսի արտադրանք, ինչպիսի գյուղմթերքներ արտադրել, որը պահանջարկ ունենա, որը կարողանա այդ շուկաները մտնել։ Կարող եմ օրինակ բերել, որ ղազախները 10 տարի առաջ Հայաստանից հայկական ծիրանի տեսակը որպես այդպեսին պատվաստան YouTube տարել են Ղազախստան, հիմա իրանք Ղազախստան ծիրան են արտադրում, որ իր որակական հատկանիշներով ոչինչով չի զիջում հայկականին եւ այդ շուկան գրավում են։ Անկախ նրանից ռուսները այդ շուկան բաց է թե փակ, այդ շուկայում մենք արդեն մրցակից ունենք։ Այս բաները հաշվարկել է պետք։ Այստեղ մի պատմություն կա լուսակի տատիս մասով, այդ 60 տարի առաջ Հայաստանում ոչ մեկը չի իմացել ելակն ինչ բան է։ Հիմա շարժում ես ամբողջ Հայաստանը ելակ է։ Այս չպլանավորման հետևանք է։ Տատիկս լսել է, որ այդպիսի միրգ կանունը կլուբնիկ, տատիս արտաշատցի էր։ Ասել է կլուբնիկ եմ ուզելի, ու հայրը ստիպված եկել է Երևանի շուկաներից, չգիտեմ որտեղից այդ կլուբնիկը ճարել է, տարել է։ Տատիկս այդ կլուբնիկը կերել է 1-2, ասել է տայի կլուբնիկը, խողերս տակտյոտը, բալակ տուտ է էլի։ Ասել մի տա Սա էր այդ կլուբնիկ ասածը, սերտուտելից խողերս տակյոտը, հիմի ամբողջ Հայաստանը կլուբնիկ է փոխվել է, ով այն ժամանակը մտածեր, որ կարող է այսպիսի մշակաբույս տնես, որ նաև դրսում լավ վաճառվի, որը փող բերի։ Այսինքն նախարարությունները նաև դրա համար են, որ պլանավորեն զարգացման ընթացքը, որ տեսնեն այլ տեղերում տեղաշարժը, այսինքն ոչ թե ներքին շուկայի պլանավորումն է, արտաքին շուկաներում եղած ով ինչ կարող է, որ դու այդ շուկայում երկրորդ, երրորդ տեղ չընկնես, կամ այդ շուկայում մրցակցությունը այնպեսին չլինի, որ քո արտադրանքը չվաճառվի։ Դուք թիրախային լուծում եք առաջարկում, այսինքն գյուղնախարարության Մենք միանշանակ առաջարկում ենք գյուղնախարարություն ստեղծել, որ այդ խնդիրներով կզբաղվի, որտեղ ռուսական շուկան բացել լինի, միևնույն է, այնտեղ մրցակցությունը մեծանում է եւ գնողանակությունը նկատում է։ Մենք ստիպված ենք լինելու այլ շուկաներ փնտրելու եւ այլ մշակաբույսեր հաճեցնելու։ Պարոն Սարգսյան, մի քանի օր առաջ Հայաստան մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդդիմությունը եւ ռուսական շրջանակները խոսույթը մեծ հաշվով նույնն է, նրանք ասում են դա նախընտրական էլի գործողություն էր, աջակցություն էր հայտնում, իհարկե դրանից անմիջապես հետո Դոնալդ Թրամփը իր աջակցությունը հայտնեց իշխանությանը։ Ինչի մասին էր այցը։ Ընդհանուր առմամբ պիտի ասեմ, որ նայეთ աջակցությունը ոչ թե նախընտրական ու Նիկոլ Փաշինյանին էր, դա աշխարհակաղակական ուղղվածությանն էր Հայաստանի դեպի քաղաքակիրթ աշխարհ, դեպի ժողովրդավար աշխարհ։ Ու այդ համատեքստում, քանի որ Նիկոլ Փաշինյանն է թղթերը ստորագրողը, նաև իրենն է, բայց այդտեղ նաև այն քաղաքական ուժերը, ովքեր Եվրոմիության փաստաթուղթը ստորագրեցին, այդ թվում նաև մենք։ Այդ աջակցությունը նաև մեզ էր։ Մենք էինք, որ այդ ուղղությունը դրել ենք եւ այդ աջակցությունը հիմնական քաղաքական այդ ուղղվածությունն է։ Ռուսաստանն էլ այ արգելում է քաղաքական այն ուղղվածությունը պահելու համար։ Ու եթե դա ասում են, պիտի էս էլ ասեն։ Ի տարբերություն Ռուսաստանի, Միացյալ Նահանգները չի ասում, որ գիտեք ինչ, Nvidia-ի ասենք գործընթացը կանգնեցնեմ ձեր մոտ, եթե դուք չընտրեք, ասենք Նիկոլ Փաշինյանին։ Ի տարբերություն Ռուսաստանի իրենք չեն ասում, իրենք ասում են այս ուղղությունը, որ վերցրել եք, այդ դրական ուղղությունը, այդ խաղաղությունը տանում, ու մենք հույս ունենք, որ այդ խաղաղությունը կլինի, հետեւաբար աջակցում ենք։ Մարկո Ռուբիոյին լրիվ այլ համատեքստի հանդիպում էր, դա միանշանակ տրիպի հետ էր կապված։ Ես քաղաքական դաշտի այն դեմքերից եմ եղել, որ առաջին օրվանից ասել եմ, որ թրիպը դա էներգետիկ ճանապարհ է առաջին հերթին, ասել եմ, որ դա Գալկանիշի հանքավայրի 5 միլիարդ նոր գտած այդ գազի պաշարները Եվրոպա հասցնելու ալտերնատիվն է։ Թուրքմենստանում էր հանքը։ Թուրքմենիայում Գալկանիշ հանքավայրն է հայտնաբերվել, որը 5 միլիարդ խորանարդ գազի պաշարներ ունի, դա շատ մեծ պաշարներ են, եւ դա կարող է կամ իրանական գազի հետ միանալով կամ սաուդական գազի հետ միանալով, Կատարի գազի հետ միանալով լրացնել ռուսական 150 միլիոն գազի պաշարներ։ Այսինքն
ինքը գալու է ու գնալու է դեպի Եվրոպա այս ճանապարհով, բնականաբար ինքը պիտի շրջանցի Ռուսաստանն ու Իրանը երկու պատրվակով, նախ պատժամիջոցների տակ են, երկրորդ այս երկու երկրներն էլ իրենք գազ ունեն եւ իրենց ձեռնատու չի թուրքմենական գազի Եվրոպա գնալը մրցակից ունենալը, հետեւաբար այս ճանապարհն անցնում է Հայաստանում։ Իսկ այս ճանապարհի Հայաստանով անցումը հնարավորություն է տալու Հայաստանին այնքան գազ ունենալ, այնպիսի գներով ունենալ, որը թե Վրաստանից, թե մյուսներից ավելի էժան կլինի։ Պարոն Սարգսյան, ի վերջո ովքեր կանցնեն խորհրդարան եւ ինչ եք կանխատեսում ձեր մասով։ Ես կանխատեսում եմ, որ գործող իշխանությունը միանշանակ կհավաքի 50+, ինչը այդքան էլ դրական չեմ վերաբերվում, որտեղ համարում եմ, որ կառավարման լավ տարբերակ է եղել խորհրդարանական հանրապետություններում, կոալիցիոն կառավարություն ձևավորելն է, ի տարբերություն դաշինքների կոալիցիաները չեն փլուզվում, որտեղ փլուզման դեպքում երկու կողմն էլ իշխանությունը կորցնում է։ Ես ուզում եմ, որ մեր կուսակցությունը անցնի, ես համարում եմ, որ մեր կուսակցության հետ կոալիցիա կազմելու պարագան օգտակար կլինի ոչ միայն Հայաստանի խորհրդարանին, Հայաստանի ժողովրդին, պետականության, այլև արտաքին աշխարհի հետ շփումներին, ես համարում եմ, որ նախկինների ու ռուսապատակների իշխանություն չվերցնելը նաև դա կլինի իմ համար հաղթանակ։ Այսինքն իմ համար հաղթանակը առաջինը նա է, որ նախկինները չվերադառնան, ռուսները չվերադառնան, երկրորդը նոր որ ասենք մենք էլ ենք խորհրդարանում ու կոալիցիա կազմած լինենք։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, պարոն Սարգսյան։ Շնորհակալություն։ Այսօր մեր հյուրն էր Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։